Կորիզավոր բջիջների բաժանումը, բջջային ցիկլ։ Ինքնակարգավորվող գործընթացների ամբողջությունը, որոնք տեղի են ունենում բջջում մեկ բաժանումից մինչև մյուսը, կոչվում է բջջային կամ միտոտիկ ցիկլ։ Տարբեր բջիջներում բջջային ցիկլի տևողությունը տարբեր է։ Օրինակ, բակտերիաների բջիջները բարենպաստ պայմաններում բաժանվում են 20-ից 30 րոպեում մեկ։ Ինֆուզորիա հողաթափիկը օրվա ընթացքում կարող է բաժանվել 1-ից 2 անգամ։ Ամիոբայի անսեռ բազմացման ժամանակ բջջային ցիկլը կազմում է մոտավորապես 1,5 օր։ Բջջային ցիկլի տևողությունը կախված է ջերմաստիճանից և շրջակա միջավայրի պայմաններից։ Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն բաժանվելու տարբեր ունակություն։ Եթե վաղ էմբրիոգենեզում կենդանիների բջիջները հաճախ են բաժանվում, ապա հասուն օրգանիզմում նրանք հիմնականում կորցնում են այդ ունակությունը։ Օրինակ, ասկարիդի սաղմների զարգացման փուլից հետո օրգանիզմի աճը տեղի է ունենում ոչ թե բջիջների քանակի ավելացման, այլ նրանց չափերի մեծացման հաշվին։ Բարձրակարգ ողնաշարավորների օրգանիզմում կան բջիջներ, որոնք ընդհանրապես կորցրել են բաժանվելու ունակությունը։ Դրանք մասնագիտացած դիֆերենցված բջիջներն են, օրինակ կենտրոնական նյարդային համակարգի բջիջները։ Դրանց հետ մեկտեղ կան մշտապես նորացվող հյուսվածքներ, օրինակ տարբեր էպիթելները, այրոնը, շարակցական հյուսվածքի այլ տեսակները։ Այդպիսի հյուսվածքներում բջիջների մի մասը անընդհատ բաժանվում է, փոխարինելով մահացող բջիջներին։ Սովորական պայմաններում չբաժանվող բջիջները հաճախ ձեռք են բերում այդ ունակությունը օրգանների և հյուսվածքների ռեգեներացիայի գործընթացում։ Ողջ բջջային ցիկլը կազմված է 4 ժամանակահատվածներից՝ միտոզից, նախասինթետիկ G1 փուլից, սինթետիկ S փուլից և սինթետիկ G2 փուլից։ Ինչպես ողջ բջջային ցիկլի, այնպես էլ նրա փուլերի տևողությունը զգալիորեն տատանվում է ոչ միայն տարբեր օրգանիզմների, այլև նույն օրգանիզմի տարբեր օրգանների բջիջներում։ Մինչդեռ մեկ օրգանի բջիջների համար այդ մեծությունները համեմատաբար կայուն են։ Բջջային ցիկլի տարբեր փուլերը տարբերվում են միմյանցից սպիտակուցի, ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի ընդհանուր պարունակությամբ և նրանց սինթեզի ինտենսիվությամբ։ G1 փուլում բջիջներն ունեն ԴՆԹ-ի դիպլոիդ պարունակություն 1 օրեզի հաշվով։ S փուլում ԴՆԹ-ի պարունակությունը տատանվում է դիպլոիդից մինչև տետրապլոիդ, իսկ G2 փուլում ԴՆԹ-ի քանակը համապատասխանում է տետրապլոիդին։ Նախասինթետիկ G1 փուլը բնորոշվում է բջջի աճով և ԴՆԹ-ի սինթեզի նախապատրաստմամբ։ Միտոզից հետո G1 փուլն է մտնում երկու դուստր բջիջներ, որոնք սպիտակուցի և ՌՆԹ-ի ընդհանուր պարունակությամբ, ինչպես և բջիջների ծավալով 2 անգամ փոքր են, քան ծնողական բջիջը։ Եթե ողջ միտոզի ընթացքում ՌՆԹ-ի սինթեզն ամբողջովին ճնշված է, ապա S փուլում սկսվում է ՌՆԹ-ի ինտենսիվ սինթեզ։ Իսկ հետո դրանով պայմանավորված սպիտակուցների սինթեզ և կուտակում։ Սինթետիկ փուլում ՌՆԹ-ի սինթեզի մակարդակն աճում է, ինչը համապատասխանում է ԴՆԹ-ի քանակի ավելացմանը ռեպլիկացիայի գործընթացում։ ՌՆԹ-ի քանակը հասնում է իր առավելագույն նիշին G2 փուլի կեսերին։ G2 փուլի վերջում կամ պրոֆազում ՌՆԹ-ի սինթեզը կտրուկ ընկնում է միտոտիկ քրոմոսոմների պարուրմանը զուգընթացի և լրիվ դադարում է միտոզի ժամանակ։ Միտոզում սպիտակուցի սինթեզը նվազում է մինչև 25%, իսկ հետագայում մյուս փուլերում աճում է, հասնելով իր առավելագույնին G2 փուլում։ Այսպիսով, բջջային ցիկլում սպիտակուցի դինամիկան ընդհանուր առմամբ կրկնում է ՌՆԹ սինթեզի բնույթը։ Սինթետիկ փուլը բջջային ցիկլի հանգուցային փուլն է, հայտնի չէ միտոտիկ բաժանման և ոչ մի դեպք առանց դրան նախորդող ԴՆԹ-ի սինթեզի։ Հատուկ և բացառիկ դեպք է մեյոզի երկրորդ բաժանումը։ Այս փուլի տևողությունը տարբեր է՝ 30 րոպե ծովային ոզնու մոտ, 7 ժամ առնետի սաղմի մոտ։ Բջջում ԴՆԹ-ի սինթեզին համընթաց սիտոպլազմայում ինտենսիվորեն սինթեզվում են հիստոններ, որոնք փոխադրվում են կորիզի մեջ և միանում են ԴՆԹ-ին։ Սինթետիկ փուլում սինթեզվում է ռիբոսոմային ՌՆԹ։ G2 փուլը որպես կանոն ամենակաշն է և որոշ դեպքերում կարող է բացակայել։ Այս փուլում շարունակվում է ինֆորմացիոն ՌՆԹ-ի և սպիտակուցների սինթեզը, որոնք պայմանավորում են բջջի բաժանումը։ Ինտերֆազի ընթացքում մակրոմոլեկուլները սինթեզվում են որոշակի առաջանցումով։ G2 փուլում տեղի է ունենում մակրոմոլեկուլների սինթեզ միտոզի և նրան հաջորդող G1 փուլի համար, G1 փուլում S փուլի համար, S փուլում G2 և G1 փուլերի համար։ Բնական պայմաններում բույսերի և կենդանիների աճող հյուսվածքներում միշտ կան բջիջներ, որոնք գտնվում են ցիկլից դուրս։ Դրանք կոչվում են G0 փուլի բջիջներ։ Նրանք գտնվում են հանգստի վիճակում, այսինքն դադարել են բազմանալ։ Օրինակ, լյարդի բջիջների մեծամասնությունը գտնվում է G0 փուլում, սակայն եթե լյարդի մի մասը հեռացվում է, ապա բազմաթիվ բջիջներ սկսում են բաժանվել, անցնելով բջջային ցիկլի հերթական փուլերը, իսկ ահա նեյրոնները մի քանի բջջային ցիկլեր անցնելուց հետո այլևս չեն բազմանում, դիֆերենցվում են և մնում են այդ վիճակում մինչև օրգանիզմի կյանքի վերջը։ Հասուն բազմաբջիջ օրգանիզմներում բջիջների մեծ մասը գտնվում է հենց G0 փուլում, ընդ որում ինչքան ավելի բարձր է բջջի մասնագիտացումը, այնքան ավելի փոքր է նրա բաժանվելու ունակությունը։
Էուկարիոտ բջջի բաժանումը կապված է կրկնապատկված քրոմոսոմների կոնդենսացման հետ, որոնք ձեռք են բերում հոստելանման կառուցվածքների տեսք։ Կոնդենսացված քրոմոսոմները տեղափոխվում են դուստր բջիջներ հատուկ կառուցվածքի բաժանման իլիկի միջոցով, որը բաղկացած է միկրոխողովակներից։ Բոլոր էուկարիոտ բջիջների բաժանման իլիկի առաջացմանը մասնակցում են իլիկի բևեռային մարմնիկները, ցենտրոսոմները և քրոմոսոմների կինետոխորները, ձևավորվում են քրոմոսոմների ցենտրոմերներում։ Բևեռային մարմնիկները հանդիսանում են միկրոխողովակների կազմավորման կամ նուկլեացիայի կենտրոններ։ Կինետոխորները կապում են միկրոխողովակները քրոմոսոմների հետ և հետևաբար պատասխանատու են քրոմոսոմների տեղափոխության համար։ Ռեպլիկացիայի ենթարկված քրոմոսոմների դեպի բևեռներ տարամիտվելուց հետո տեղի է ունենում բջջի մարմնի բաժանումը, ցիտոտոմիա կամ ցիտոկինեզը։ Այդ գործընթացում կենդանական բջիջներում ակտոմիոզինային կոմպլեքսների հաշվին տեղի ունենում միջնորմի առաջացում, իսկ բուսական բջիջներում ֆրագմոպլաստի ձևավորում միկրոխողովակների և ակտինային ֆիլամենտների մասնակցությամբ։ Էուկարիոտ բջիջների բաժանման այսպիսի ձևը միտոզը նույնն է կարիոգինեզ կամ անուղեկի բաժանում, հանդիսանում է բջիջների քանակի ավելացման միակ լիարժեք ձևը։ Միտոզի տարատեսակները։ Միտոզի առավել պարզունակ եղանակը պլևրոմիտոզն է։ Փակ պլևրոմիտոզի դեպքում քրոմոսոմները տարամիտվում են առանց կորիզաթաղանթի խախտման, իսկ միկրոխողովակների կազմավորման կենտրոնների դերում հանդես են գալիս ոչ թե ցենտրիոլները, այլ կորիզաթաղանթի ներքին կողմում գտնվող կառուցվածքային տարրերը, անորոշ ձևաբանությամբ բևեռային մարմնիկները, որոնցից ելնում են միկրոխողովակները։ Այդպիսի մարմնիկները երկուսն են, նրանք հեռանում են միմյանցից չկորցնելով կապը կորիզաթաղանթի հետ։ Արդյունքում առաջանում են երկու կիսաիլիկներ, որոնք կապված են քրոմոսոմների հետ։ Միտոտիկ ապարատի առաջացումը և քրոմոսոմների տարամիտման ողջ գործընթացը այս դեպքում տեղի է ունենում կորիզաթաղանթի տակ։ Միտոզի այս տեսակը հանդիպում է միաբջիջների մոտ, լայնորեն տարածված է խիտրիդիալ սնկերի, զիգոմիցետների, խմորասնկերի, ասկոմիցետների, օոմիցետների, միքսոմիցետների մոտ։ Հանդիպում են կիսափակ պլևրոմիտոզի ձևեր, երբ ձևավորված իլիկի բևեռներում կորիզաթաղանթը քայքայվում է։ Միտոզի այլ տեսակ է օրտոմիտոզը։ Այս դեպքում միկրոխողովակների կազմավորման կենտրոնները գտնվում են ցիտոպլազմայում և ի սկզբանե առաջանում են ոչ թե կիսաիլիկներ, այլ երկբևեռ բաժանման իլիկ։ Գոյություն ունեն օրտոմիտոզի 3 տեսակներ՝ բաց սովորական միտոզ, փակ և կիսափակ։ Կիսափակ օրտոմիտոզի դեպքում առաջանում է երկհամաչափ իլիկ ցիտոպլազմայում տեղայնացած միկրոխողովակների կենտրոնների միջոցով։ Առանձնահատուկ է այն, որ կորիզաթաղանթը պահպանվում է ողջ միտոզի ընթացքում, բացառությամբ բևեռային կոտիների։ Միկրոխողովակների կազմավորման կենտրոնների դերում կարող են հանդես գալ հատիկավոր նյութի զանգվածներ կամ անգամ ցենտրիոլները։ Միտոզի այս ձևը հանդիպում է կանաչ, գորշ, կարմիր ջրիմուռների որոշ ստորակարգ սնկերի մոտ։ Փակ օրտոմիտոզի դեպքում կորիզաթաղանթը ամբողջովին պահպանվում է և նրա տակ առաջանում է բաժանման իլիկ։ Միկրոխողովակները ձևավորվում են կարիոպլազմայում, հազվադեպ նրանք ելնում են ներկորիզային միկրոխողովակների կազմավորման կենտրոնից, որն ի տարբերություն պլևրոմիտոզի կապված չէ կորիզաթաղանթի հետ։ Այսպիսի միտոզը բնորոշ է ինֆուզորիաների միկրոնուկլեոսներին, հանդիպում է նաև այլ միաբջիջների մոտ։ Բաց օրտոմիտոզի դեպքում կորիզաթաղանթը ամբողջովին մասնատվում է։ Բջիջների բաժանման այս տեսակը բնորոշ է կենդանիներին, որոշ միաբջիջների և բարձրակարգ բույսերին։ Բաց օրտոմիտոզն իր հերթին բաժանվում է աստրալ և անաստրալ տեսակների։ Միտոտիկ ապարատը առավել մանրամասն ուսումնասիրված է բարձրակարգ բույսերի և կենդանիների բջիջներում, միտոզի մետաֆազում։ Այս փուլում բջիջների հասարակածային գոտում տեսանելի են քրոմոսոմները, որոնցից դեպի հակադիր բևեռներ են ձգվում իլիկի թելիկները, միակցվելով բևեռներում։ Այսպիսով միտոտիկ իլիկը քրոմոսոմների, բևեռների և թելիկների ամբողջությունն է։ Իլիկի թելիկները մենահատ միկրոխողովակներ են կամ նրանց խրձերը։ Միկրոխողովակները սկիզբ են առնում իլիկի բևեռներից և նրանց մի մասը ուղղում է դեպի ցենտրոմերներ, որտեղ տեղայնացած են քրոմոսոմների կինետոխորները, սրանք կինետոխորային միկրոխողովակներն են։ Մյուս մասը ձգվում է դեպի հակադիր բևեռ, բայց նրան չի հասնում միջբևեռային միկրոխողովակներին։ Բացի նշվածից բևեռներից ելնում է շառավղային միկրոխողովակների խումբը, բևեռների շուրջը առաջացնելով յուրօրինակ ճառագայթափայլ։ Դրանք աստրալ միկրոխողովակներն են։ Ընդհանուր ձևաբանությամբ միտոտիկ կառույցները բաժանվում են երկու տիպի՝ աստրալ և անաստրալ։ Բաժանման իլիկի աստրալ տեսակի կոնվերգենտ տեսակի դեպքում բևեռները ներկայացված են ոչ մեծ գոտիով, որին ձգտում են միկրոխողովակները։ Աստրալ իլիկների բևեռներում տեղայնացած են ցենտրիոլներ պարունակող ցենտրոսոմները։ Հայտնի են նաև առանց ցենտրիոլների աստրալ միտոզներ։ Շառավղային միկրոխողովակները, որոնք ելնում են բևեռներից, առաջացնում են աստղանման գոտիներ, ցիտաստերներ։ Միտոտիկ կառույցի անաստրալ տեսակի դեպքում բևեռային գոտիները լայն են, նրանց անվանում են բևեռային թասակներ։ Նրանց կազմում չեն բացահայտվում ցենտրիոլներ։
Այս դեպքում իլիկի թելիկները ելնում են ոչ թե մեկ կետից, այլ բևեռային թասակի ողջ հատվածից։ Իլիկի այս տեսակը բնորոշ է բարձրակարգ բույսերին, չնայած հանդիպում է նաև բարձրակարգ կենդանիների մոտ։ Կաթնասունների վաղ էմբրիոգենեզում օոցիտի հասունացման բաժանման ժամանակ և զիգոտի առաջին և երկրորդ բաժանումներում դիտվում են առանց ցենտրիոլների միտոզներ, դիվերգենտներ, սակայն սկսած երրորդ բաժանումից և բոլոր հաջորդներում բջիջները բաժանվում են աստրալ իլիկների մասնակցությամբ, որոնց բևեռներում մշտապես հայտնաբերվում են ցենտրիոլներ։ Ցենտրոմերները, որպես միկրոխողովակների հետ քրոմոսոմների կապվելու հատվածներ են, կարող են ունենալ տարբեր տեղայնացում քրոմոսոմի երկայնքով։ Հանդիպում են հոլոցենտրիկ ցենտրոմերներ, երբ քրոմոսոմը բացակայում է առաջնային սեղմվածքի սպეციფიկ հատվածը, որին ամրանում են իլիկի միկրոխողովակները։ Այս դեպքում միկրոխողովակները կարող են ամրանալ քրոմոսոմի ողջ երկայնքով։ Մոնոցենտրիկ ցենտրոմերներում միկրոխողովակները կապվում են քրոմոսոմների հետ մեկ հատվածում։ Մոնոցենտրիկ ցենտրոմերները կարող են լինել կետային, օրինակ որոշ բողբոջող խմորասնկերի մոտ, երբ կինետոխորի մոտենում է միայն մեկ միկրոխողովակ, և զոնալ, երբ բարդ կինետոխորի մոտենում է միկրոխողովակների խուրձը։ Բոլոր կորիզավորների կինետոխորն ունի կառուցվածքային և գործառական նմանություն։ Առավել պարզունակ կառուցվածք ունի հացաթխման խմորասնկի բջիջների մոնոցենտրիկ կինետոխորը։ Կինետոխորը հատուկ սպիտակուցային կառույց է, որը հիմնականում տեղայնացած է քրոմոսոմների ցենտրոմերային գոտում։ Այն կապված է քրոմոսոմի ԴՆԹ-ի հատուկ հատվածի հետ, որը կոչվում է ցենտրոմերային լոկուս։ Նշված հատվածը բաղկացած է 3 տարրերից, ընդ որում նուկլեոտիդների հերթականությունները առաջնում և երրորդում չափազանց պահպանողական են։ Երկրորդ հատվածը կարող է տարբեր չափեր ունենալ, այն հարուստ է ադենին թիմի զույգերով։ Հացաթխման խմորասնկում միկրոխողովակների հետ կապի համար պատասխանատու է ցենտրոմերային երրորդ հատվածը, որը փոխգործության մեջ է մտնում սպիտակուցների մի ամբողջ խմբի հետ։ Կինետոխորներն ավելի լավ են ուսումնասիրված բարձրակարգ օրգանիզմներում, դրանք բարդ կոմպլեքսներ են, բաղկացած բազմաթիվ սպիտակուցներից։ Ձևաբանորեն նրանք շատ միատիպ են, ունեն նման կառուցվածք, սկսած դիատոմային ջրիմուռներից մինչև մարդը։ Կինետոխորը եռաշերտ կառուցվածք ունի։ Ներքին հոծ շերտը հարում է քրոմոսոմի մարմնին, միջին շերտը փուխր է, արտաքին շերտը ևս հոծ է։ Արտաքին շերտից ելնում են բազմաթիվ ֆիբրիլներ, առաջացնելով կինետոխորի այսպես կոչված ֆիբրոզային թագը։ Ընդհանուր առմամբ կինետոխորն ունի սկավառակի տեսք որոշ բույսերի մոտ, օրինակ կեսագնդի, որը տեղայնացած է քրոմոսոմի առաջնային սեղմվածքի հատվածում ցենտրոմերում։ Յուրաքանչյուր քրոմատիդում սովորաբար առկա է մեկ կինետոխոր։ Մինչև անաֆազի փուլը քույր քրոմատիդների կինետոխորները տեղայնացած են հակադիր կերպով, յուրաքանչյուրը կապված է միկրոխողովակների իր խրձի հետ։ Կինետոխորների կազմավորմանը բացի սպეციფიկ ԴՆԹ-ից մասնակցում են բազմաթիվ կինետոխորային սպիտակուցներ։ Ցենտրոմերի հատվածում եռաշերտ կինետոխորի տակ գտնվում է հետերոքրոմատինի հատվածը, որը հարուստ է ալֆա սատելիտային ԴՆԹ-ով։ Այստեղ հայտնաբերվում են մի շարք սպիտակուցներ, որը կապվում է ալֆա ԴՆԹ-ի հետ։ Կինեզինանման սպիտակուց, նաև կոգեզիններ, որոնք պատասխանատու են քույր քրոմատիդների կապի համար։ Կինետոխորի ներքին շերտում ևս հայտնաբերվել են մի շարք սպիտակուցներ։ Կինետոխորի արտաքին հոծ շերտում հայտնաբերվել են սպիտակուցներ, որոնք կապ են հաստատում միկրոխողովակների հետ։ Բացի դրանից, այստեղ կան ցիտոպլազմային DNA-ների ընտանիքին պատկանող սպիտակուցներ։ Կինետոխորների գործառույթը կայանում է քույր քրոմատիդներն իրար կապելու միտոտիկ միկրոխողովակների ամրացման, քրոմոսոմների կապի խզման, կարգավորման և միկրոխողովակների միջոցով քրոմոսոմների շարժմանը մասնակցելու մեջ։ Կինետոխորներին են մոտենում բևեռների ցենտրոսոմներից աճող միկրոխողովակները։ Բարձրակարգ օրգանիզմների բարդ կինետոխորները բաղկացած են կրկնվող ենթամիավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունակ է կապվելու միկրոխողովակների հետ։ Ըստ մոդելներից մեկի, կինետոխորային սպիտակուցներ պարունակող ենթամիավորները դասավորված են ինտերֆազային ԴՆԹ-ի սպეციფიկ հատվածներում։ Պրոֆազում քրոմոսոմների կոնդենսացմանը զուգընթաց այդ ենթամիավորները խմբավորվում են, առաջացնելով կինետոխոր։ Կինետոխորները, որոնք ընդհանուր առմամբ սպիտակուցային կառուցվածքներ են, կրկնապատկվում են սինթետիկ փուլում քրոմոսոմների ռեպլիկացիայի գործընթացում։ Կինետոխորների սպիտակուցներն առկա են քրոմոսոմների վրա բջջային ցիկլի բոլոր փուլերում։ Բաժանման ցիկլ մտած բջիջների բուն միտոզի փուլը գրավում է համեմատաբար կարճ ժամանակ, ողջ բջջային ցիկլի տևողության 0,1 մասը։ Արմատային մերիստեմի բաժանվող բջիջների ինտերֆազը կարող է կազմել 16-ից 30 ժամ, իսկ միտոզը 1-ից 3 ժամ։ ՄԿ աղիների էպիթելային բջիջների ցիկլը տևում է 20-ից 22 ժամ, այն դեպքում, երբ միտոզի տևողությունը կազմում է ընդամենը 1 ժամ։ Միտոտիկ բաժանման գործընթացում ընդունված է տարբերակել մի քանի փուլեր՝ պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Այդ փուլերը հստակորեն տարանջատելը բարդ է, քանի որ միտոզի գործընթացում մեկ փուլն աննկատ անցնում է մյուսին։ Միակ փուլը, որն ունի հստակ նկատվող սկիզբ, անաֆազն է, որում քրոմոսոմները սկսում են տարամիտվել դեպի բևեռներ։ Միտոզի առանձին փուլերի տևողությունը տարբեր է, ամենակարճ փուլը անաֆազն է։
Միտոզի տարբեր փուլերի տևողությունն առավել հաջող է որոշվում հատուկ խցիկների մեջ տեղադրված կենդանի բջիջների բաժանման անմիջական ուսումնասիրության մեթոդով։ Արդեն G2 փուլի վերջում բջում զգալի փոփոխություններ են տեղի ունենում։ Պրոֆազ փուլի սկսվելու լավագույն չափանիշը թելանման կառուցվածքների միտոտիկ քրոմոսոմների հայտնվելն է։ Սրան նախորդում է ֆոսֆորիլազների ակտիվության բարձրացումը, որոնք մոդիֆիկացնում են հիստոնների և առաջին հերթին H1 հիստոնը։ Այս փուլում քույր քրոմատիդները կողք կողքի կապված են միմյանց հետ սպիտակոց կոգեզիների միջոցով, որոնք առաջացնում են այդ կապերը դեռևս սինթետիկ փուլում քրոմոսոմների կրկնապատկման գործընթացում։ Ուշ պրոֆազում քույր քրոմատիդների միջև կապը պահպանվում է միայն կինետոխորների գոտում։ Պրոֆազային քրոմոսոմներում արդեն կարելի է տեսնել հասուն կինետոխորներ, որոնք միկրոխողովակների հետ դեռևս կապված չեն։ Պրոֆազում քրոմոսոմների կոնդենսացումը համընկնում է քրոմատինի տրանսկրիպցիոն ակտիվության կտրուկ նվազման հետ, որն ամբողջովին անհետանում է պրոֆազի միջնամասում։ Տեղի ունենում նաև կորիզակային գեների ապակտիվացում, ընդ որում առանձին ֆիբրիլային կենտրոններ միաձուլվում են այնպես, որ վերափոխում են քրոմոսոմներին կորիզակ առաջացնող հատվածների, այսինքն դառնում են կորիզակների կազմավորողներ։ Կորիզակային սպիտակուցների մեծ մասը դիսոցվում է և ազատ վիճակում հանդիպում է բջջի ցիտոպլազմայում կամ կապվում է քրոմոսոմների մակերեսների հետ։ Սրա հետ մեկտեղ տեղի է ունենում կորիզաթաղանթի լամինին մի շարք սպիտակուցների ֆոսֆորիլացում։ Կորիզաթաղանթը տրոհվում է։ Այդ գործընթացում կորիզաթաղանթի և քրոմոսոմների միջև կապը խզվում է։ Այնուհետև կորիզաթաղանթը մասնատվում է մանր վակուոլների, իսկ ծակոտիների կոմպլեքսներն անհետանում են։ Նկարագրված են զուգընթաց տեղի ունենում բջջային կենտրոնների ակտիվացում։ Պրոֆազի սկզբում ցիտոպլազմայի միկրոխողովակները քանդվում են և սկսվում է կրկնապատկված դիպլոսոմներից յուրաքանչյուրի շուրջը բազմաթիվ աստրալ միկրոխողովակների ինտենսիվ աճը։ Բոլոր միկրոխողովակները, որոնք սկիզբ են առնում ցենտրոմերներից, աճում են իրենց դրական ծայրերով։ Ակտիվացած ցենտրոմերները սկսում են հեռանալ իրարից որոշ տարածության վրա։ Պրոֆազում բևեռների տարամիտման մեխանիզմը հետևյալն է։ Իրար դեմ դիմաց աճող հակազուգահեռ միկրոխողովակները փոխներգործության մեջ են մտնում միմյանց հետ, ինչը հանգեցնում է նրանց առավել մեծ կայունացմանը և առաջ է բերում բևեռների հրում։ Նկարագրված գործընթացին մասնակցում են DNA-նման սպիտակուցները։ Իլիկի կենտրոնական մասում նրանք շարում են միջբևեռային միկրոխողովակները իրար զուգահեռ, և կինեզիանման սպիտակուցները։ Սրանց աշխատանքի շնորհիվ պոլիմերացող և աճող միկրոխողովակները հրվում են դեպի բևեռներ։ Նկարագրված ժամանակահատվածում իլիկի առաջացման գործընթացում միկրոխողովակները դեռևս կապված չեն քրոմոսոմների կինետոխորների հետ։ Պրոֆազում ցիտոպլազմայի միկրոխողովակների քանդման հետ մեկտեղ տեղի ունենում էնդոպլազմային ցանցի ապակազմավորում։ Այն տրոհվում է մանր վակուոլների, որոնք զբաղեցնում են բջջի պերիֆերիկ հատվածները։ Ապակազմավորվում է նաև Գոլջի ապարատը, այն կորցնում է իր մերձ կորիզային տեղայնացումը, մասնատվում է առանձին դիկտիոսոմների, որոնք անկանոն ցրվում են ցիտոպլազմայում։ Կորիզաթաղանթի քայքայումից հետո միտոտիկ քրոմոսոմներն անկանոն տեղայնացած են լինում նախկին կորիզի գոտում։ Պրոմետաֆազում սկսվում է նրանց շարժումը և տեղափոխությունը, որը հանգեցնում է հասարակածային քրոմոսոմային թիթեղիկի առաջացման։ Արդեն մետաֆազում քրոմոսոմները կանոնավոր ձևով դասավորվում են իլիկի կենտրոնական հատվածում։ Պրոմետաֆազում քրոմոսոմներն անդադար շարժվում են, դիտվում է նրանց մետակինեզը, որի ընթացքում քրոմոսոմները մեկ մոտենում են բևեռներին, մեկ հեռանում է նրանցից դեպի իլիկի կենտրոն, մինչև որ գրավեն միջին մետաֆազին բնորոշ դիրքը։ Պրոմետաֆազում դիտվող քրոմոսոմների առաջնային ասինքրոն դրեյֆը դեպի հակադիր բևեռներ տեղի է ունենում դրական ծայրերով աճող միկրոխողովակների մասնակցությամբ։ Այդ աճող դրական ծայրերը կլանվում են կինետոխորների թագի կողմից։ Մեծ հավանականությամբ քրոմոսոմների պրոմետաֆազային շարժմանը մասնակցում է նաև ցիտոպլազմային DNA նման շարժողական սպիտակուցը։ Քույր քրոմատիդների կինետոխորներն աստիճանաբար կապվում են հակադիր բևեռներից աճող միկրոխողովակների հետ։ Այս աստիճանական գործընթացում առաջանում է դեպի բևեռներ ձգող ուժ։ Սա ապացուցվել է փորձնական եղանակով։ Մի կողմից միկրոխողովակի աճող դրական ծայրը հրում է քրոմոսոմին դեպի ձևավորվող իլիկի կենտրոն, մյուս կողմից քույր քրոմատիդի կինետոխորը կապվում է հակադիր բևեռից մոտեցող միկրոխողովակների հետ, որոնք սկսում են ձգել քրոմոսոմին դեպի հակադիր բևեռ։ Այսպիսով քրոմոսոմները կատարելով ոչ մեծ տեղաշարժեր մեկ դեպի բևեռ, մեկ դեպի մյուսը, ի վերջո գրավում են կենտրոնական դիրքբաժանման իլիկում, հայտնվում են նրա հասարակածային մասում, ձևավորելով մետաֆազային թիթեղը։ Մետաֆազում, ինչպես և միտոզի մյուս փուլերում, չնայած միկրոխողովակների խրձերի որոշակի կայունացմանը, շարունակվում է տուբուլինների հավաքման և քանդման հաշվին նրանց մշտական նորացումը։ Մետաֆազում քրոմոսոմներն այնպես են տեղայնանում, որ նրանց կինետոխորներն ուղղվում են հակադիր բևեռներ, ցենտրոմերային հատվածները իլիկի կենտրոնին, իսկ քրոմոսոմների ուսերը դեպի բջջի պերիֆերիկ մասը։ Քրոմոսոմների այսպիսի դասավորությունն անվանում են մայրական աստղ։ Այն բնորոշ է կենդանական բջիջներին, բուսական բջիջների մետաֆազում հասարակածային քրոմոսոմներում խիստ կանոնավոր դասավորություն
դժգոհություն չի դիտվում։ Մետաֆազում միջբևեռային միկրոխողակների քանակը հասնում է առավելագույնի։ Այս փուլում քրոմոսոմները հավաքվում են մեկ հարթության մեջ, կենտրոնում, առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Դիֆուզ քրոմատինի անցումն ավելի կոմպակտ վիճակի դարձնում է գենետիկական նյութը հեշտ տեղափոխելի։ Մետաֆազի հասարակածային թիթեղիկում լավ տարբերակելի են քրոմոսոմների չափը, ձևը, կառուցվածքը և քանակը, որը յուրաքանչյուր տեսակի համար մշտական է։ Մետաֆազային թիթեղիկում սոխն ունի 16 քրոմոսոմ, եգիպտացորենը 20, սովորական սոճին 24, փափուկ ցորենը 42, մարդը 46, շիմպանզեն 48, գիբոնը 44, գայլը 78, փիղը 56, կատուն 38, ավանակը 62, իսկ դելֆինը 44 քրոմոսոմ։ Մետաֆազի վերջում քույր քրոմատիդների առանձնացումը ավարտվում է։ Նրանց ուսերը տեղայնանում են իրար զուգահեռ, և ուսերի արանքում լավ տեսանելի է նրանց անջատող ճեղքը։ Քրոմատիդների միջև կապը պահպանվում է միայն ցենտրոմերի հատվածում, ընդ որում մինչև մետաֆազի վերջը բոլոր քրոմոսոմների քույր քրոմատիդները պահպանում են իրենց կապը ցենտրոմերներում։ Անաֆազը միտոզի ամենակարճ փուլն է։ Այն սկսվում է միանգամից, ինչը լավ տեսանելի է վիտալ հետազոտություններում։ Բոլոր քրոմոսոմները միանգամից իրարից անջատվում են ցենտրոմերային հատվածներում։ Այդ նույն ժամանակահատվածում քույր քրոմատիդներն իրար կապող ցենտրոմերային կողոզիների քայքայվում են։ Նկարագրվածից հետո բոլոր քրոմոսոմները միաժամանակ սինխրոն կերպով համաժամանակ սկսում են իրենց շարժումը դեպի հակադիր բևեռներ։ Քրոմոսոմների շարժման արագությունը կարող է հասնել 0.5-ից 2 միկրոմետր րոպեում։ Քրոմոսոմների շարժվելու ընթացքում նրանք փոխում են իրենց կողմնորոշումը և հաճախ ընդունում են վեանման ձև։ Նրանց գագաթն ուղղված է դեպի բևեռներ, իսկ ուսերը դեպի իլիկի կենտրոն։ Փորձերով ապացուցված է, որ հենց կինետոխոր կրող ցենտրոմերային հատվածն է պատասխանատու քրոմոսոմների տեղաշարժի համար։ Որոշ բարձրակարգ բույսերի մոտ բացակայում է արտահայտված ցենտրոմերային սեղմվածքը, և բաժանման իլիկի թելիկները կապի մեջ է մտնում քրոմոսոմի մակերեսի բազմաթիվ կետերի հետ։ Այդ դեպքում քրոմոսոմները դասավորվում են իլիկի թելիկներին ուղղահայաց։ Քրոմոսոմների բուն տարամիտումը կազմված է երկու գործընթացներից։ Առաջինը քրոմոսոմների տարամիտումը միկրոխողակների կինետոխորային խրձերի հաշվին, երկրորդ բևեռների հետ մեկտեղ քրոմոսոմների տարամիտում միջբևեռային միկրոխողակների երկարելու հաշվին։ Գործընթացներից առաջինը կոչվում է անաֆազ A, իսկ երկրորդը անաֆազ B։ Անաֆազ A-ում քրոմոսոմները սկսում են շարժվել դեպի բևեռներ, տեղի ունենում կինետոխորային միկրոխողակների կարճացում։ Ապացուցվել է, որ միկրոխողակները հիմնականում 80%-ը քանդվում են իրենց դրական ծայրերից, որոնք հարում են կինետոխորներին։ Քրոմոսոմը սկսում է շարժվել դեպի միկրոխողակի բացասական ծայրը, որը գտնում է ցենտրոսոմի կոտում։ Պարզվել է, որ քրոմոսոմների նման շարժումը կախված է AIF-ի առկայությունից և կալցիում իոնների բավարար խտությունից։ Այն հանգամանքը, որ կինետոխորի թագի կազմում, որի մեջ ներառված է միկրոխողակների դրական ծայրերը, հայտնաբերվել է DNA սպիտակուցը, թույլ է տալիս համարել, որ հենց նա է հանդիսանում շարժիչ, որը ձգում է քրոմոսոմը դեպի բևեռ։ Դրա հետ միաժամանակ տեղի է ունենում կինետոխորային միկրոխողակների դեպոլիմերացում դրական ծայրում։ Բևեռների մոտ քրոմոսոմների կանգ առնելուց հետո տեղի է ունենում նրանց լրացուցիչ տարամիտումը բևեռների իրարից հեռանալու հաշվին անաֆազ B-ում։ Փորձնական եղանակով ցույց է տրվել, որ տվյալ գործընթացում տեղի է ունենում միջբևեռային միկրոխողակների աճ դրական ծայրերից, որոնք կարող են նշանակալի չափով երկարել։ Այդ հակազուգահեռ միկրոխողակների միջև փոխներգործությունը, որը հանգեցնում է նրանց մեկը մյուսի հանդեպ սահելուն, պայմանավորված է շարժողական կինեզիանման սպիտակուցներով։ Բացի դրանից, բևեռները լրացուցիչ կերպով ձգվում են բջջի ծայրամասային հատվածներ պլազմային թաղանթի վրա գտնվող դինեինանման սպիտակուցների և աստրալ միկրոխողակների փոխազդեցության հետևանքով։ Տարբեր օրգանիզմներում անաֆազ A և B-ի հերթականությունը և քրոմոսոմների տարամիտման գործընթացում նրանց ներդրումը տարբեր է։ Կաթնասունների միտոզի անաֆազում A և B փուլերն ընթանում են պրակտիկորեն միաժամանակ։ Միաբջիջների B անաֆազը կարող է հանգեցնել իլիկի երկարության 15 անգամանոց մեծացմանը։ Բուսական բջիջներում B փուլը բացակայում է։ Թելոֆազը սկսվում է, երբ քրոմոսոմները կանգ են առնում, վաղ թելոֆազ կամ ուշ անաֆազ։ Քրոմոսոմները չփոխելով իրենց դիրքադրությունը, ցենտրոմերներն ուղղված են դեպի բևեռ, թելոմերները դեպի իլիկի կենտրոն, սկսում են դեկոնդենսանալ, մեծանում է նրանց ծավալը։ Քրոմոսոմների և ցիտոպլազմայի մեմբրանային բջջերի կոնտակտների հատվածներում սկսում է կառուցվել նոր կորիզաթաղանթ, որը նախ առաջանում է քրոմոսոմների լատերալ մակերեսներին, իսկ ավելի ուշ ցենտրոմերային և թելոմերային հատվածներում։ Կորիզաթաղանթի պարփակվելուց հետո սկսում է նոր կորիզակների ձևավորումը։ Բջիջը անցնում է նոր ինտերֆազի G1 փուլ։ Թելոֆազում սկսվում և ավարտվում է միկրոխողակների քանդման միջոցով իրականացվող միտոտիկ ապարատի քայքայումը։ Այն ընթանում է բևեռներից դեպի հասարակած։ Իլիկի միջնամասում միկրոխողակները պահպանվում են առավել երկար։
որը իլիկի մնացորդային մարմնիկ է։ Թելոֆազի կարևոր իրադարձություններից է ցիտոտոմիան կամ ցիտոկինեզը բջջի մարմնի բաժանումը։ Բուսական բջիջներում այն ընթանում է կենտրոնախույս ուղղությամբ, իսկ կենդանական բջիջներում կենտրոնաձիգ, դեպի բջջի խոռոչը պլազմայի մեմբրանի ներփքման միջոցով։ Միտոզը ոչ միշտ է ավարտվում բջջի մարմնի բաժանմամբ։ Շատ բույսերի էնդոսպերմում որոշ ժամանակ տեղի ունենում կորիզների միտոտիկ բաժանումներ առանց ցիտոկինեզի, ինչի արդյունքում առաջանում է հսկայական բազմակորիզ սիմպլաստ։ Այս երևույթը բնորոշ է նաև միքսոմիցետների պլազմոդիումներին, որոշ միջատների սաղմերի զարգացման վաղ փուլերին։ Կենդանական բջիջների բաժանման ժամանակ իլիկի հասարակածային հարթությունում անաֆազի վերջում և թելոֆազի սկզբում առաջանում է միկրոֆիլամենտների կորտիկալ կուտակում։ Սրանք ձևավորում են կրճատվող օղակ, որի միկրոֆիլամենտների կազմի մեջ է մտնում ակտինային ֆիբրիլներ և պոլիմերացած միոզին երկրորդի կարճ ծաղիկաձև մոլեկուլները։ Այդ բաղադրիչների փոխադարձ սահումը հանգեցնում է օղակի տրամագծի նվազմանը, ինչի արդյունքում առաջ է գալիս պլազմալեմի աստիճանաբար խորացող ներփքում, և ի վերջո նախնական բջիջը բաժանվում է երկու դուստր բջիջների։ Ցիտոտոմիայից հետո երկու դուստր բջիջներն անցնում են բջջային ցիկլի G1 փուլ։ Վերականգնվում են ցիտոպլազմայում տեղի ունեցող սինթեզի գործընթացները, վակուոլային համակարգը, Գոլջի ապարատի դիկտոսոմները կրկին տեղայնանում են միջկորիզային գոտում, ցենտրոսոմը սկսում են աճել ցիտոպլազմայի միկրոխողակները, վերականգնվում է ինտերֆազային ցիտոկմախքը։ Բուսական բջիջների ցիտոկինեզը խիստ տարբերվում է կենդանական բջիջների ցիտոտոմիայից։ Տվյալ դեպքում թելոֆազի վերջում ևս բևեռներում տեղի է ունենում իլիկի միկրոխողակների քանդում, սակայն իլիկի հիմնական մասի միկրոխողակները երկու նոր կորիզների միջև պահպանվում են։ Ավելին, այստեղ տեղի է ունենում նոր միկրոխողակների առաջացում։ Այս եղանակով ձևավորվում են միկրոխողակների խրձեր, որոնց հետ կապված են բազմաթիվ մանր վակուոլներ։ Այդ վակուոլներն առաջանում են Գոլջի ապարատի վակուոլներից և պարունակում են պեկտինային նյութեր։ Միկրոխողակների միջոցով բազմաթիվ վակուոլներ շարժվում են բջջի հասարակածային գոտի, որտեղ միաձուլվում են միմյանց հետ, առաջացնելով բջջի կենտրոնում տափակ վակուոլ՝ ֆրագմոպլաստը։ Վերջինս աճում է դեպի բջջի ծայրամասեր, ներառելով իր մեջ նորանոր վակուոլներ։ Այս եղանակով ձևավորվում է առաջնային բջջապատը։ Ի վերջո, ֆրագմոպլաստի մեմբրանները միաձուլվում են պլազմայի մեմբրանի հետ։ Նոր առաջացած բջջապատի միջոցով երկու դուստր բջիջներն առանձնանում են։ Ֆրագմոպլաստի աստիճանական ընդարձակմանը զուգընթաց միկրոխողակների խրձերը տեղափոխվում են բջջի ծայրամասեր։ Հավանաբար այս գործընթացին նպաստում են ցիտոպլազմայի կորտիկալ շերտից ելնող ակտինային ֆիլամենտների խրձերը։ Բջջի բաժանումից հետո մանր վակուոլների փոխադրմանը մասնակցող միկրոխողակներն անհետանում են։ Հասուն բուսական բջջում միկրոխողակները հայտնաբերվում են ցիտոպլազմայի մեմբրանակից կորտիկալ շերտում։ Պրոֆազի փուլին անցնելու ընթացքում կորիզի շուրջը հայտնվում է միկրոխողակների հոծ ցանց, որը զամբյուղ է հիշեցնում, հետագայում այն իր ձևով սկսում է նմանվել իլիկի։ Այդ գործընթացում միկրոխողակներն առաջացնում են մի շարք միակցվող խրձեր, որոնք ուղղվում են բևեռների կողմը։ Ավելի ուշ պրոմետաֆազում միկրոխողակները կապի մեջ են մտնում կինետոխորների հետ։ Մետաֆազում կինետոխորային ֆիբրիլները միկրոխողակների բացասական ծայրերի միավորման հաշվին կարող են ձևավորել համամիտման ընդհանուր կենտրոն՝ իլիկի փոքր բևեռներ կամ միկրոխողակների կոնվերգենցիայի կենտրոններ։ Կարելի է ենթադրել, որ բարձրակարգ բույսերի բջիջներում ցիտոկմախքի վերակազմավորման գործընթացը, այդ թվում նաև միտոտիկ իլիկի առաջացումը, կապված է միկրոխողակների ինքնակազմավորման հետ, որը ինչպես և կենդանիների բջիջներում տեղի է ունենում շարժողական սպիտակուցների մասնակցությամբ։ Միտոզի և ինտերֆազի արդյունքում դուստր բջիջները ստանում են միանման ժառանգական տեղեկատվություն և մայր բջջին միանգամայն նման ձևի, չափերի և քանակի քրոմոսոմներ։ Քրոմոսոմային ցիկլ։ Իգական և արական սեռական բջիջները կրում են քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ և հետևաբար պարունակում են երկու անգամ ավելի քիչ քանակի ԴՆԹ, քան օրգանիզմի բոլոր մնացած բջիջները։ Բջիպլոիդությունը կամ բազմապատիկությունը նշանակում են հապլոիդ N տառով։ Լինում են նաև դիպլոիդ, տրիպլոիդ, տետրապլոիդ և այլն։ Համապատասխանաբար բջջում ԴՆԹ-ի քանակը կախված է նրա պլոիդությունից։ Քրոմոսոմների դիպլոիդ քանակով բջիջները պարունակում են դիպլոիդ քանակի ԴՆԹ։ Բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների միաձուլում, որոնցից յուրաքանչյուրը կրում է քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմ։ Դրա հետևանքով առաջանում է ելակետային դիպլոիդ բջիջ զիգոտը։ Հետագայում դիպլոիդ զիգոտի բաժանման և առաջացած դիպլոիդ բջիջների հետագա բաժանումների արդյունքում զարգանում է օրգանիզմ, որի բջիջները, բացի սեռական բջիջներից, դիպլոիդ են։ Սակայն հայտնի է նաև, որ բջիջների բաժանմանը նախորդում է ԴՆԹ-ի սինթեզի ռեպլիկացիայի փուլը, ինչը պետք է հանգեցնի տետրապլոիդ քանակով ԴՆԹ պարունակող բջիջների առաջացմանը, որոնց քրոմոսոմների քանակը տետրապլոիդ է, այսինքն երկու անգամ ավել է, քան ելակետային դիպլոիդ բջջում, և միայն այդպիսի տետրապլոիդ բջջի բաժանումից հետո նորից կառաջանան երկու դիպլոիդ բջիջներ։ Ինտերֆազի փուլում քրոմոսոմները որպես տարբերակվող հոծ մարմիններ չեն բացահայտվում, քանի որ գտնվում են փխրեցված վիճակում։
Ինտերֆազի սինթետիկ փուլում, երբ տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկում, բջիջներում բացահայտվում է ԴՆԹ-ի դիպլոիդ գերազանցող քանակը։ Սինթետիկ փուլից հետո ինտերֆազային կորիզում ԴՆԹ-ի քանակը հավասար է տետրապլոիդի, քանի որ տեղի է ունեցել քրոմոսոմային կրկնապատկում, սակայն ձևաբանորեն այդ փուլում քրոմոսոմների կրկնապատկումը ոչ միշտ է հաջողվում գրանցել։ Բուն քրոմոսոմները, որպես թելանման հոծ մարմիններ, սկսում են հայտնաբերվել մանրադիտակային մեթոդներով միտոտիկ բաժանման պրոֆազում։ Եթե փորձենք հաշվել քրոմոսոմների քանակը պրոֆազում, ապա այն կկազմի դիպլոիդ, սակայն դա կեղծ տպավորություն է, քանի որ պրոֆազում յուրաքանչյուր քրոմոսոմ կրկնապատկման արդյունքում կրկնակի է։ Այս փուլում քրոմոսոմների զույգում երկու քրոմոսոմները կիպ ձևով հարում են և պարուրված են միմյանց, այդ պատճառով դժվար է տարբերակել այդ կառույցի կրկնակի բնույթը։ Ավելի ուշ, յուրաքանչյուր զույգի քրոմոսոմները սկսում են առանձնանալ։ Արդեն պրոֆազի սկզբում քրոմոսոմները բաղկացած են երկու քույր քրոմոսոմներից կամ քրոմատիդներից, և պրոֆազում և նրան հաջորդող մետաֆազում քույր քրոմատիդները մնում են իրար հետ կապի մեջ որպես զույգ։ Մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են բջջի հասարակածային հարթությունում և տեղի է ունենում նրանց վերջնական առանձնացումը։ Եվ պրոֆազում և մետաֆազում բջիջները մնում են տետրապլոիդ։ Անաֆազում քրոմոսոմների տվյալ զույգի քրոմատիդները տարամիտվում են բջջի հակադիր բևեռներ, ինչից հետո սկսվում է բաժանվել մայրական բջջի մարմինը։ Թելոֆազում իրարից տարամիտված քրոմոսոմների դիպլոիդ հավաքածուները սկսում են դեկոնդենսանալ, առանձին քրոմոսոմները սկսում են կորցնել իրենց հստակ ուրվագծը և արդեն նոր ինտերֆազային դիպլոիդ ԴՆԹ-ով կորիզի ներսում դժվար է ճանաչել այն քրոմոսոմները, որոնք տեսանելի են միտոզի ընթացքում։ Այսպես է ավարտվում մեկ քրոմոսոմային ցիկլը և սկսվում է հաջորդը։ Ամիտոզը կամ բջջի ուղղակի բաժանումը կորիզի պարզ բաժանումն է երկու մասի առանց բաժանման ելիքի առաջացման և քրոմոսոմների համաչափ բաշխման։ Առաջին անգամ ամիտոզը նկարագրվել է 19-րդ դարի 40-ականներին Ռեմակի և Ժելեզնովի կողմից։ Ամիտոզ հասկացությունը լայնորեն ներկայացվում էր կենսաբանության դասագրքերում 20-րդ դարի վերջերին։ Ամիտոզը նկարագրվում է որպես ծերացող կամ պաթոլոգիկ փոփոխված բջիջներին, ուռուցքայիններին օրինակ, բնորոշ գործընթաց։ Ամիտոզի դեպքում պահպանվում է կորիզի ինտերֆազային վիճակ, տեսանելի են կորիզակը և կորիզաթաղանթը։ Քրոմատինի կոնդենսացումը բացակայում է, քրոմոսոմներ չեն հայտնաբերվում։ Բջիջը պահպանում է իրեն բնորոշ գործառական ակտիվությունը, որը միտոզի դեպքում դադարում է։ Ամիտոզի դեպքում բաժանվում է միայն կորիզը, ընդ որում առանց բաժանման ելիքի ձևավորման, ինչի հետևանքով ժառանգական նյութը բաշխում է պատահական կերպով։ Ցիտոկինեզի բացակայությունը հանգեցնում է երկկորիզ բջիջների առաջացմանը, որոնք հետագայում ունակ չեն անցնելու բնականոն միտոտիկ ցիկլի, իսկ կրկնվող ամիտոզների դեպքում կարող են առաջանալ բազմակորիզ բջիջներ։ Ժամանակակից պատկերացումների համաձայն ամիտոզը հավաստի նկարագրված է միայն ինֆուզորիաների պոլիպլոիդային մակրոնուկլեուսներում։ Երկկորիզ կամ բազմակորիզ բջիջների առաջացումը նախկինում ևս համարվում էր կորիզների ամիտոտիկ բաժանման արդյունք, սակայն իրականում բազմակորիզ բջիջներն առաջանում են մի քանի բջիջների միաձուլման արդյունքում, բորբոքման մարմինների հսկա բազմակորիզ բջիջների օրինակով օստեոկլաստերների, ողնաշարավոր կենդանիների հսկա բազմակորիզ բջիջները, որոնք լուծում են ոսկրային հյուսվածքի հանքային բաղադրիչը և քայքայում են կոլագենը, կամ ցիտոկինեզի գործընթացի խախտման հետևանքով։ Մեյոզը հունարենից թարգմանաբար մեյոզիս նշանակում է նվազում։ Բջիջների բաժանման հատուկ ձև է, որի արդյունքում տեղի է ունենում քրոմոսոմների քանակի ռեդուկցիա, նվազում, և բջիջներն անցնում են դիպլոիդ վիճակից հապլոիդի։ Մեյոզը բջիջների մասնագիտացման հատուկ տեսակ է, որը հանգեցնում է կենդանիների սեռական բջիջների և բույսերի հապլոիդ սպորների առաջացմանը։ Այդ գործընթացը ներառում է երկու բջջային ցիկլ, ընդ որում երկրորդ բաժանումից առաջ ԴՆԹ-ի սինթեզ տեղի չի ունենում։ Հարկ է նշել, որ մեյոզը ունիվերսալ երևույթ է, որը բնորոշ է բոլոր էուկարիոտներին։ Մեյոզում տեղի է ունենում ոչ միայն քրոմոսոմների քանակի ռեդուկցիա, այլև չափազանց կարևոր գենետիկական գործընթաց՝ հոմոլոգ քրոմոսոմների հատվածների փոխանակում կրոսինգօվեր կամ տրամախաչում։ Գոյություն ունեն մեյոզի մի քանի տարատեսակներ, դրանք են. զիգոտային մեյոզը բնորոշ է ասկոմիցետներին, բազիդալ սնկերին, որոշ ջրիմուռներին և այլ օրգանիզմների, որոնց կենսական ցիկլում գերիշխում է հապլոիդ փուլը։ Այս դեպքում երկու հապլոիդ գամետները միաձուլվում են, առաջացնելով քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմով զիգոտ։ Դիպլոիդ զիգոտը հանգստի վիճակում գտնվող զիգոսպորն է, անցնում է մեյոզի, առաջացնելով 4 հապլոիդ բջիջներ, որոնք շարունակում են բազմանալ։ Մեյոզի սպորային տարատեսակը հանդիպում է բարձրակարգ բույսերի մոտ։ Բույսերի բազմացման օրգաններում մեյոզից հետո առաջանում են հապլոիդ սպորներ։ Մեյոզի հաջորդ տարատեսակը գամետայինն է։ Այն տեղի է ունենում սեռական բջիջների գամետների հասունացման ընթացքում և հանդիպում է բազմաբջիջ կենդանիների և որոշ ստորակարգ բույսերի մոտ։
Գամետային մեյոզ ունեցող օրգանիզմներին բնորոշ է հելմինատիվ բջիջների կլոնների առանձնացումը, որոնք հետագայում պետք է մասնագիտանան դառնալով սեռական բջիջներ։ Միայն այդ կլոնների բջիջներն են հասունացման ժամանակ ենթարկվում մեյոզի և դառնում գամետներ։ Ըստ այդմ, զարգացող բազմաբջիջ կենդանական օրգանիզմների բոլոր բջիջները կարելի է բաժանել երկու խմբի՝ սոմատիկ, որոնցից առաջանում են բոլոր հյուսվածքների և օրգանների բջիջները, և հելմինատիվ, որոնք սկիզբ են տալիս սեռական բջիջներին։ Հելմինատիվ բջիջների հոնոցիտների այդպիսի առանձնացումը սովորաբար տեղի է ունենում սաղմնային զարգացման վաղ փուլերում։ Օրինակ, ասկարիդի հելմինատիվ բջիջները, սաղմնային ուղու բջիջները, առանձնանում են 16 բլաստոմերի փուլում, դրոզոֆիլի դեպքում բլաստոցիստի փուլում։ Մարդու առաջնային սեռական բջիջները, հոնոբլաստները, առաջանում են սաղմնային զարգացման 3-րդ շաբաթում, սաղմիկաուդալ բաժնում, դեղնուցային պարկի պատում, ինչպես և զարգացող օրգանիզմի բոլոր բջիջները, սաղմնային ուղու բջիջները դիպլոիդ են, նրանց քանակը կարող է ավելանալ սովորական միտոզի եղանակով, սակայն օնտոգենեզի որոշակի փուլերում առանձնյակների սեռական զարգացման ժամանակ հելմինատիվ բջիջները վերածվում են գոնիալ բջիջների, իգական օոգոնիումների և արական սպերմատոգոնիումների, որոնք գամետների նախորդներն են։ Այս վերջիններն անցնում են մեյոզի փուլ, ընդ որում ինչպես իգական, այնպես էլ արական բջիջներն անցնում են մեյոզի առաջին ցիկլին։ Այս և հաջորդ փուլում սեռական բջիջներն անվանում են սպերմատոցիտներ և օոցիտներ առաջին և երկրորդ կարգի։ Հասունացման առաջին ցիկլում և առաջին կարգի սպերմատոցիտները և առաջին կարգի օոցիտները սինթետիկ փուլից հետո պետք է համարել տետրապլոիդ, քանի որ տեղի է ունեցել ԴՆԹ-ի սինթեզ և քրոմոսոմների կրկնապատկում։ Կարճ G2 փուլից հետո սկսվում է առաջին մեյոտիկ բաժանման պրոֆազը, որն ունի մի շարք առանձնահատկություններ։ Նախ և առաջ նշենք, որ պրոֆազ առաջինի տևողությունը բավականին երկար է՝ 1 օրից մինչև տարիներ։ Երկրորդը, այս փուլը բաղկացած է մի քանի ենթափուլերից՝ լեպտոտեն, զիգոտեն, պախիտեն, դիպլոտեն և դիագինեզ փուլերից, որոնք տարբերվում են միմյանցից կառուցվածքային և գործառական առումով։ Հաջորդ առանձնահատկությունը կապված է հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիայի հետ, որի արդյունքում առաջանում են տետրադներ՝ 4 քրոմատիդներից բաղկացած կրկնապատկված մայրական և կրկնապատկված հայրական քրոմոսոմային կոմպլեքսներ, որոնք միավորված են հատուկ կառուցվածքի՝ սինապտոնեմայի կոմպլեքսի միջոցով։ Այդ նույն ժամանակահատվածում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների քրոմատիդների, բայց ոչ մեկ հոմոլոգ քույր քրոմատիդների հատվածների փոխանակում կրոսինգովեր։ Բացի դրանից, կոնյուգացիայի և կրոսինգովերի գործընթացում տեղի է ունենում քրոմոսոմային ԴՆԹ-ի մոտավորապես 1,5% սինթեզ։ Մեյոզի պրոֆազ առաջինում դիտվում է օոցիտների ծավալի աճ, որոնցում կուտակվում են պաշարային միացություններ, ապագա սաղմի զարգացման վաղ փուլերն ապահովելու համար։ Այս պրոֆազը տարբերվում է նաև իր երկարատևությամբ։ Սովորական սոմատիկ պրոֆազը տևում է 0,5-ից 1,5 ժամ, մկան արուների առաջին կարգի սպերմատոցիտի մեյոտիկ պրոֆազը տևում է 12 օր։ Մարդու մոտ համապատասխան ցուցանիշը կազմում է 24 օր, որին գումարվում է ևս 2 ամիս մինչև սպերմատոզոիդի լիարժեք հասունացումը։ Իգական սեռական բջիջների դեպքում համապատասխան պրոֆազ 1-ը տրիտոնի մոտ կազմում է մոտ 1 տարի, մկան մոտ 4 ամսից մինչև 3 տարի։ Մարդու օոցիտների պրոֆազ 1-ը սկսվում է սաղմի զարգացման 3-րդ ամսում և կարող է շարունակվել մինչև կնոջ 50 տարեկան հասակը, ընդ որում առաջացած օոցիտներն աստիճանաբար մահանում են։ Օրինակ, 3 ամսեկան սաղմի մոտ այդ բջիջների քանակը կազմում է 7 միլիոն, երեխայի ծնվելու պահին՝ 2 միլիոն։ Սեռահասունության փուլում մնում է 300,000 օոցիտ, իսկ հասունանում են օվուլյուցիա են կատարում ընդամենը 500 օոցիտներ։ Մեյոզի պրոֆազ առաջինի մյուս առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն միտոզի, քրոմոսոմները պահպանում են որոշակի գործառական բեռնվածություն։ Նրանք ունակ են ՌՆԹ-ի սինթեզի, ԴՆԹ-ի մասնակի սինթեզի, կրում են մի շարք կառուցվածքային վերափոխումներ, այսինքն մեյոզի առաջին բաժանման պրոֆազային քրոմոսոմները չեն գտնվում ֆունկցիոնալ հանգստի վիճակում, այլ մասնակցում են իրադարձությունների մի ամբողջ շարքի։ Ինչպես նշվեց, մեյոտիկ բաժանման պրոֆազ առաջինը բաղկացած էր մի քանի փուլերից՝ լեպտոտեն բարակ թելերի փուլներ, զիգոտեն միաձուլվող թելիկների փուլը, պախիտեն հաստ թելերի փուլը, դիպլոտեն կրկնակի թելերի փուլ և դիագինեզ իրարից հեռացող թելերի փուլը։ Պրոֆազի բոլոր փուլերից ամենաերկարը պախիտենն է, որը կարող է կազմել ողջ ժամանակի մինչև 50%-ը։ Մարդու սպերմոգենեզում լեպտոտենի և զիգոտենի փուլերը միասին տևում են 6,5 օր, պախիտենը 15, իսկ դիպլոտենը և դիագինեզը 0,8 օր։ Միտոզի հետ համեմատած մեյոզում բջիջների բաժանումը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում։
Սա առավել ցայտուն է արտահայտվում կենդանիների իգական սեռական բջիջների հասունացման ժամանակ, որոնց ծվաբջիջների զարգացումը կարող է կանգ առնել մի քանի ամսով կամ անգամ տարով, մնալով մեյոզի պրոֆազ առաջինի դիպլոտենի փուլում։ Բույսերի մեյոզը ևս ավելի երկար է, քան միտոզը։ Տրասդեկանցիաների ողջ մեյոզը տևում է մոտ 5 օր, որոնցից պրոֆազ առաջինին բաժին է ընկնում դրանցից 4-ը։ Սրա հետ մեկտեղ հանդիպում են բուսատեսակներ, որոնց մեյոզի և միտոզի տևողությունները համեմատելի են։ Լեպտոտենը կամ բարակ թելիկների փուլը մորֆոլոգիական առումով հիշեցնում է միտոզի վաղ պրոֆազը, սակայն տարբերվում է նրանով, որ մեյոզի դեպքում կորիզները սովորաբար ավելի խոշոր են, քրոմոսոմները շատ բարակ և նկատել նրանց ողջ երկայնքով շատ բարդ է։ Մեյոզի վաղ փուլերում յուրաքանչյուր մեյոտիկ քրոմոսոմի երկարությունը կարող է 10-ից 100 անգամ գերազանցել համապատասխան միտոտիկ քրոմոսոմների երկարությանը։ Սա նշանակում է, որ մեյոտիկ քրոմոսոմներին բնորոշ է կոմպակտացման ավելի նվազ աստիճան։ Նրանք մոտավորապես 30 անգամ ավելի քիչ կոմպակտ են, քան մեյոզի մետաֆազիկ քրոմոսոմները։ Լեպտոտենում քրոմոսոմները կրկնապատկված են, սակայն ոչ միշտ է հաջողվում տարբերակել քույր քրոմատիդները, ինչպես և միտոզի վաղ պրոֆազի քրոմոսոմներում։ Լեպտոտենում քրոմատիդների ընդհանուր քանակը, ինչպես և միտոզում, կազմում է տետրապլոիդ, սինթետիկ փուլում տեղի ունեցած ռեպլիկացիայի հետևանքով։ Որոշ կենդանիների լեպտոտենում քրոմոսոմներն առաջացնում են այսպես կոչված փունջ, աղեղնաձև թեքված և մոտեցած քրոմոսոմներ, որոնք իրենց թելոմերներով կապված են կորիզաթաղանթի հետ։ Որոշ բույսերի լեպտոտենի վերջում քրոմոսոմները կծիկ են կազմում, սինեզիս։ Լեպտոտենին բնորոշ է նաև բարակ քրոմոսոմների երկայնքով քրոմատինի խտածումների քրոմոմերների առկայությունը, որոնք հիշեցնում են թելի վրա հավաքված ուլունքներ, ընդ որում յուրաքանչյուր քրոմոսոմի բնորոշ են որոշակի քանակի, չափերի և տեղայնացման քրոմոմերներ։ Այս հանգամանքը թույլ է տալիս կազմել քրոմոսոմների մորֆոլոգիական քարտեզներ, որոնք օգտագործվում են բջջաբանական վերլուծություններում։ Տարբեր օբյեկտների քրոմոմերների քանակը տարբեր է։ Օրինակ տրիտոնինը 12 քրոմոսոմները կրում են 2,5000 քրոմոմեր, իսկ բրինձի 24 քրոմոսոմները 645 քրոմոմեր։ Լեպտոտենում սկսում է նշմարվել հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիայի պատկերը։ Նրանք սկսում են մոտենալ, ընդ որում այդ գործընթացը սկսվում է կորիզաթաղանթի հետ կապված թելոմերային հատվածներից։ Այդ մասերում առաջանում է հատուկ սպիտակուցային բնույթի ձգաթել՝ սինապտոնեմային կոմպլեքսը, որն ավելի ուշ զիգոտենում իրար է կապում հոմոլոգ կրկնապատկված քրոմոսոմերն իրենց ողջ երկայնքով։ Զիգոտենը հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիայի փուլն է։ Այդ գործընթացում կրկնապատկված հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են և առաջացնում նոր քրոմոսոմային համադրություն բիվալենտ։ Յուրաքանչյուր բիվալենտ բաղկացած է 4 քրոմատիդներից։ Կորիզում բիվալենտների քանակը հավասար է քրոմոսոմների հապլոիդ քանակին։ Զիգոտենի փուլում տեղի ունեցող գործընթացների մեխանիզմում դեռևս շատ հարցեր պարզաբանված չեն, մասնավորապես, թե ինչպես է կորիզի ծավալում քրոմոսոմը գտնում միակ իրեն հոմոլոգ քրոմոսոմին, ինչպես են հոմոլոգ քրոմոսոմները դասավորվում մեկը մյուսի կողքին և այլն։ Պարզվել է, որ ի տարբերություն միտոզի, մեյոզի պրոֆազ առաջինի զիգոտենի փուլում սինթեզվում է ոչ մեծ քանակի սպეციფიկ ԴՆԹ, որը ստացել է Z-ԴՆԹ անվանումը։ Շուշանազգիների Z-ԴՆԹ-ն հարուստ է ԳՑ զույգերով և բաղկացած է նուկլեոտիդների ունիկալ հերթականություններից։ Այդ ԴՆԹ-ն բաշխված է փոքր հատվածներով շուշանի քրոմոսոմների ողջ երկայնքով։ Սովորական միտոտիկ ցիկլում Z-ԴՆԹ-ն սինթեզվում է ԴՆԹ-ի հիմնական զանգվածի հետ միաժամանակ, իսկ մեյոզում միայն զիգոտենում։ Հայտնաբերվել է, որ եթե զիգոտենի փուլում ինհիբիտորների միջոցով ճնշել ԴՆԹ-ի այդ փոքրիկ լրացուցիչ սինթեզը, ապա քրոմոսոմների կոնյուգացիան կդադարի։ Ստացված տվյալների հիման վրա եզրակացություն է արվել այն մասին, որ հոմոլոգ քրոմոսոմների Z-ԴՆԹ-ի հատվածները դեռևս օոցիտի ինտերֆազի G2 փուլում ճանաչվում են միմյանց և որոշ ժամանակով առաջացնում կայուն կապեր, որոնք անհրաժեշտ են քրոմոսոմների ողջ երկայնքով նրանց կողք կողքի ամրանալու համար։ Ավելի ուշ այդ կապը իրականում է այլ կառուցվածքի՝ սինապտոնեմային կոմպլեքսի միջոցով։ Հոմոլոգ զույգերի միավորումը առավել հաճախ սկսվում է թելոմերներում և ցենտրոմերներում։ Այդ հատվածներում, իսկ ավելի ուշ այլ մասերում միակցվող քրոմոսոմների ողջ երկայնքով տեղի ունենում նրանց մոտեցումը 100 նանոմետրի վրա։ Նրանց միջև առաջանում են կապաներ, աստիճանաբար ձևավորվում է սինապտոնեմային կոմպլեքսը։ Արդեն զիգոտենի վերջում բոլոր հոմոլոգները ոչ միայն գտնում են իրար, այլև միացվում են սինապտոնեմային կառուցվածքի միջոցով։ Սինապտոնեմային կոմպլեքսը հանդիպում է սեռական գործընթաց ունեցող բոլոր կորիզավորների մոտ։ Կողային տարրերը գտնվում են իրարից 60-ից 120 նանոմետր հեռավորության վրա։ Կոմպլեքսի ընդհանուր լայնությունը կազմում է 160-ից 240 նանոմետր։ Քրոմոսոմների նյութը տեղայնացած է կողային տարրերից դուրս։ Յուրաքանչյուր կողային տարրը կապված է մեկ հոմոլոգի երկու քույր քրոմատիդների հանգույցների հետ։ Քրոմատիդների ԴՆԹ-ի մեծ մասը գտնվում է սինապտոնեմային կոմպլեքսից դուրս, և միայն գենոմային ԴՆԹ-ի 5%-ից քիչ քանակն է մտնում նրա կազմի մեջ։ Կիպ ձևով կապվելով սինապտոնեմային կոմպլեքսի
սպիտակուցների հետ։ Այդ ԴՆԹ-ի կազմի մեջ է մտնում նուկլեոտիդների ունիկալ և չափավոր կրկնվող հերթականություններ։ Սինապտոնեմային կոմպլեքսի սպիտակուցների կազմում առկա են 10-ից ավելի մաժորային սպիտակուցներ, որոնց մոլեկուլային զանգվածը կազմում է 26-ից 190 կիլոդալտոն։ Պախիտենը հաստ թելերի փուլն է։ Հոմոլոգների լիակատար կոնյուգացիայի հետևանքով այս փուլի պրոֆազային քրոմոսոմներն ավելի հաստ են թվում։ Այդպիսի հաստ պախիտենային քրոմոսոմների քանակը հապլոիդ է, բայց նրանք բաղկացած են երկու միավորված հոմոլոգներից, որոնցից յուրաքանչյուրը կազմված է երկու քույր քրոմատիդներից։ Հետևաբար, այստեղ ԴՆԹ-ի քանակը հավասար է տետրապլոիդի, իսկ քրոմատիդների քանակը ևս տետրապլոյի։ Այս փուլում է տեղի ունենում կրոսինգովերը, նույն ինքը տրամախաչումը, հոմոլոգ քրոմոսոմների միջև նույնական հատվածների փոխանակումը։ Կրոսինգովերի գենետիկական հետևանքն է շղթայացված գեների ռեկոմբինացումը, որի արդյունքում առաջանում են նախորդներից տարբերվող քրոմոսոմներ։ Վերջինները կրում են հատվածներ, որոնք ստացվել են իրենց հոմոլոգներից։ Պախիտենում այդ գործընթացը ձևաբանորեն նկատելի չէ։ Սակայն հետագայում դիպլոտենում, երբ բիվալենտները սկսում են տարամիտվել, նրանք մնում են կապված մի քանի կետերում, խիազներում, որոնք էլ համարվում են փոխանակմանը համապատասխանող հատվածները։ Կրոսինգովերի մեկ գործողությունը կայանում է նրանում, որ ԴՆԹ-ի կրկնակի պարուրը պատրվում է մեկ հայրական և մեկ մայրական քրոմատիդներում, և նրանք փոխանակում են ԴՆԹ-ի առաջացած հատվածները, հատուկ ռեպարատիվ ֆերմենտների ներգործությամբ մոլեկուլների ամբողջականությունը վերականգնվում է։ Ենթադրաբար, կրոսինգովերի գործընթացին մասնակցում են այսպես կոչված ռեկոմբինացիոն հանգույցները։ 90 նանոմետր տրամագծով խոշոր սպիտակուցային համախումբը, որը գտնվում է հոմոլոգ քրոմոսոմների արանքում, սինապտոնեմային կոմպլեքսում։ Ռեկոմբինացիոն հանգույցները նստած են իրարից որոշակի հեռավորության վրա սինապտոնեմային կոմպլեքսի սանդուղքի վրա։ Ենթադրվում է, որ ռեկոմբինացիոն հանգույցներն իրար են մոտեցնում և կապում հայրական և մայրական ԴՆԹ-ների տեղային հատվածները և կարևոր դեր են խաղում կրոսինգովերի գործընթացներում։ Դրա մասին են վկայում հետևյալ անուղղակի տվյալները։ Առաջին, ուշ պրոֆազում դիտվող հանգույցների և խիազների ընդհանուր քանակները մոտավորապես նույնն են։ Երկրորդ, հանգույցները դասավորված են սինապտոնեմային կոմպլեքսի երկայնքով այն նույն ձևով, ինչ-որ տրամախաչումները, օրինակ ինչպես և տրամախաչումները, հանգույցները բացակայում են այն հատվածներում, որոնցում սինապտոնեմային կոմպլեքսը միավորում է հետերոքրոմատինի հատվածները։ Երրորդ, պտղաճանճի որոշ մուտացիաներ հանգեցնում են ռեկոմբինացիայի հաճախականության կտրուկ անկմանը։ Այդ դեպքում նվազում է նաև ռեկոմբինացիոն հանգույցների քանակը, ընդ որում քրոմոսոմի երկայնքով նրանց փոփոխված դասավորությունը համապատասխանում է տրամախաչումների բաշխմանը։ Այսպիսի կոռելացիան ապացուցում է, որ կրոսինգովերի յուրաքանչյուր գործողություն որոշվում է մեկ հանգույցի տեղայնացմամբ։ Չորրորդ, հայտնաբերվել է, որ պախիտենում տեղի է ունենում ԴՆԹ-ի ոչ մեծ քանակի սինթեզ, ենթադրաբար կրոսինգովերի յուրաքանչյուր հատվածում։ Ավտոռադիոգրաֆիայի մեթոդով պարզվել է, որ ռադիոակտիվ նախորդողները ներառվում են պախիտենային ԴՆԹ-ի կազմի մեջ առավելապես ռեկոմբինացիոն հանգույցների շրջանում կամ նրանցից ոչ հեռու։ Կրոսինգովերի արդյունքում առաջանում են գեների նոր համադրություններ, այսինքն տեղի ունենում գենետիկական նյութի ռեկոմբինացում, և յուրաքանչյուր սեռական բջիջ կրում է նախնական բջիջ քրոմոսոմներից տարբերվող քրոմոսոմներ։ Պախիտենում սկսվում է քրոմոսոմների տրանսկրիպցիոն ակտիվության արթնացումը։ Հենց այս ժամանակահատվածում է իգական սեռական բջիջներում տեղի ունենում ռիբոսոմային գեների ամպլիֆիկացում, ինչը հանգեցնում է լրացուցիչ կորիզակների առաջացմանը։ Այս փուլում սկսում են ակտիվանալ որոշ քրոմոմերներ և փոխում է քրոմոսոմների կառուցվածքը։ Նրանք ձեռք են բերում ապակե տարան մաքրելու խոզանակների տեսք։ Առավել հստակ են արտահայտվում այդ փոփոխությունները դիպլոտենի փուլում։ Դիպլոտենը կրկնակի թելերի փուլն է։ Այս փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների փոխադարձ հրումը, որը հաճախ սկսվում է ցենտրոմերների շրջանից, ընդ որում յուրաքանչյուր հոմոլոգ քրոմոսոմի քույր քրոմատիդները մնում են կապված միմյանց հետ ցենտրոմերներում և մեկ կամ մի քանի խիազներում, տեղի ունեցած կրոսինգովերի կետերում։ Քրոմոսոմների փոխադարձ վանվելու գործընթացում բիվալենտներում խիազները լավ տեսանելի են։ Միայն այդ հատվածներում է պահպանվում սինապտոնեմային կոմպլեքսը, հոմոլոգների իրարից հեռացած հատվածներում այն անհետանում է։ Տարբեր տեսակների տարբեր քրոմոսոմներում խիազների դասավորությունը տարբերվում է։ Ավելի երկար քրոմոսոմներն ունեն ավելի մեծ թվով խիազներ։ Ամենակարճ քրոմոսոմները կարող են ունենալ մեկ խիազ, մեկ բիվալենտի հաշվով։ Եթե ձևավորվում է շփման մեկ հատված, ապա բիվալենտը ձեռք է բերում խաչի տեսք։ Երկու այդպիսի հատվածների դեպքում հանգույցի տեսք, իսկ երկուսից ավելիի դեպքում մի շարք հանգույցների։ Դիպլոտենում տեղի է ունենում քրոմոսոմների կոնդենսացում և ոչ մեծ չափի կարճացում, ինչի արդյունքում հստակ արտահայտվում է նրանց քառաթել կառուցվածքը։ Այդ ժամանակ երևում է, որ խիազմի հատվածի 4 քրոմատիդներից միայն երկուսն են ներգրավել տրամախաչման մեջ, յուրաքանչյուր հոմոլոգից մեկը։ Այս փուլում քրոմոսոմները ձեռք են բերում ապակե տարայի խոզանակի տեսքը։
Այս փուլում անջատված քրոմոսոմներում երևում է, որ բիվալենտի յուրաքանչյուր հոմոլոգ ասել շրջապատված է մանրաթելային զանգվածով, որը բաղկացած է հանգուցավոր թելանման կառուցվածքներից, ընդ որում հայտնաբերվել է, որ հանգույցների զույգերը համաչափ են, յուրաքանչյուր զույգ սկզբ է առնում քրոմոսոմային առանցքի վրա տեղայնացած քրոմոմերից։ Այդ առանցքը իրենից ներկայացնում են երկու միակցված քույր քրոմատիդներ։ Քրոմոմերները կոնդենսացած քրոմատինի կրկնակի հատվածներն են, իսկ հանգույցներն ակտիվ գործող քրոմատինի դեկոնդենսացած հատվածներ։ Հատկանշական է, որ նրանք պարունակում են ինֆորմացիոն ՌՆԹ-ի մեծ քանակ, որը հենց այստեղ էլ սինթեզվում է։ Դիպլոտենի փուլի իրադարձություններով մեյոզը կտրուկ տարբերվում է միտոզից, որում սկսած պրոֆազից ՌՆԹ-ի սինթեզն ամբողջովին դադարում է։ Պախիտենում և հատկապես դիպլոտենում տրանսկրիպցիայի ակտիվացումը համընկնում է ձևավորվող սեռական բջիջների աճի հետ, ինչը հատկապես արտահայտված է օոցիտներում։ Այդ ժամանակահատվածում բջիջը ակտիվորեն սինթեզում է և պաշարում է սպիտակուցներ սաղմի զարգացման վաղ փուլերի համար։ Պրոֆազի այս փուլում ամպլիֆիկացված կորիզակներում սինթեզվում է ռիբոսոմների հսկայական քանակ, իսկ քրոմոսոմների կողային հանգույցներում ինֆորմացիոն ՌՆԹ։ Դիագինեզը բնորոշվում է խիազների քանակի նվազմամբ, բիվալենտների կարճացմամբ, կորիզակների կորստով։ Բիվալենտները ձեռք են բերում ավելի կոմպակտ ձև, հոմոլոգ քրոմոսոմների միացման հատվածները հայտնվում են նրանց ծայրերում։ Քրոմոսոմները կորցնում են կապը կորիզաթաղանթի հետ։ Մեյոզի մետաֆազ առաջինում բիվալենտները դասավորվում են իլիկի հասարակածային հարթության մեջ։ Առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմները տարամիտվում են, սակայն ի տարբերություն միտոզի դեպի բևեռներ են տարամիտվում ոչ թե քույր քրոմատիդները, այլ հոմոլոգ քրոմոսոմները։ Նրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երկու քույր քրոմատիդներից։ Անաֆազում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տարբեր բջիջներում են հայտնվում ալելային գեները, որոնք տեղայնացած էին տարբեր հոմոլոգներում, իսկ հսկա հոմոլոգ քրոմոսոմների բաշխումն ըստ դուստր բջիջների պատահական բնույթ ունի, այնպես որ տեղի ունենում տարբեր զույգերի քրոմոսոմների վերաբաշխում։ Մեյոզի առաջին բաժանման արդյունքում առաջացած քրոմոսոմային հավաքածուներն ունեն ԴՆԹ-ի դիպլոիդ քանակ և քրոմատիդների դիպլոիդ հավաք, քանի որ հոմոլոգների մեկ զույգի յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է դիպլոիդ քրոմատիդներից։ Առաջին բաժանման թելոֆազին հետևում է կարճ ինտերֆազը, որում բացակայում է ԴՆԹ-ի սինթեզը և բջիջներն անցնում են հաջորդ բաժանմանը, որն իր ձևաբանությամբ և իրադարձությունների հերթականությամբ չի տարբերվում միտոտիկ բաժանումից։ Զույգ քույր քրոմատիդները, որոնք կապված են ցենտրոմերային հատվածներում, անցնում են պրոֆազը և մետաֆազը։ Անաֆազում նրանք տարանջատվում են և տարամիտվում դեպի հակադիր բևեռներ, հետագայում հայտնվելով տարբեր դուստր բջիջներում։ Այսպիսով, երկրորդ մեյոտիկ բաժանման արդյունքում ԴՆԹ-ի դիպլոիդ և քրոմատիդների դիպլոիդ քանակով բջիջը բաժանվելով սկիզբ է տալիս երկու բջիջների՝ ԴՆԹ-ի և քրոմոսոմների հապլոիդ պարունակությամբ։ Քրոմատիդների առումով ռեդուկցիոն է մեյոզի երկրորդ բաժանումը, սակայն ռեդուկցիոն տերմինը սովորաբար օգտագործվում է գենետիկական իմաստով և վերաբերում է ալելների տրոհմանը, որը տեղի ունենում մեյոզի առաջին բաժանման ընթացքում, երբ երկու առաջացող բջիջների մեջ հայտնվում է մեկական ալել։ Մեյոզի երկու բաժանումների արդյունքում մեկ բջիջից առաջանում են 4 հապլոիդ բջիջներ, որոնք գենետիկորեն տարբեր են։ Մեյոզի առաջին և երկրորդ բաժանումներում քրոմոսոմներն անցնում են դուստր բջիջների մեջ պատահականության սկզբունքով, ինչը և ստեղծում է առաջացող հապլոիդ գամետների գենետիկական բազմազանությունը։ Մեյոզի ավարտը արական և եկական հոնոցիտների համար տարբեր է։ Սպերմատոգոյնյումների մեյոզի արդյունքում առաջանում են 4 չափերով իրար հավասար սպերմատոցիտներ, որոնք դիֆերենցվում են առաջացնելով սպերմատոզոիդներ։ Օոգոյնյումների մեյոզի պատկերն այլ է։ Հասունացման առաջին բաժանումը հանգեցնում է նրան, որ խոշոր օոցիտից անջատվում է մանր բջիջ ուղղորդող մարմնիկը։ Երկրորդ բաժանման արդյունքում ևս տեղի է ունենում անհամաչափ բաժանում, օոցիտից անջատվում է երկրորդ ուղղորդող մարմնիկը, իսկ առաջինը ևս բաժանվում է։ Այսպիսով առաջանում են 4 բջիջներ՝ խոշոր հասուն ձվաբջիջը և 3 մանր ուղղորդող մարմնիկներ, որոնք արագ քայքայվում են։ Մեյոզի կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ ապագա զիգոտում վերականգնում է տվյալ տեսակին բնորոշ քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը։ Մեյոզի շնորհիվ աճում է հաջորդ սերնդի համակցական ռեկոմբինատի փոփոխականությունը, քանի որ քրոմոսոմները տարամիտվում են անկախ և պատահականորեն։ Մայրական և հայրական գամետներում առաջանում է քրոմոսոմների տարբեր համակցությունների մեծ քանակ։ Բացի դրանից, կրոսինգովերի շնորհիվ պրոֆազ առաջինի տեղի է ունենում գենետիկական նյութի վերաբաշխում, առաջանում են գեների նոր համակցություններ։ Եթե բաժանվող բջիջը մշակեն կողխիցինով, որը քայքայում է բաժանման իլիկի միկրոխողովակները, ապա իլիկը կվերանա, իսկ քրոմոսոմներն առանց տարամիտվելու դեպի բևեռներ կշարունակեն իրենց փոխակերպումները, կապապավորվեն, կառաջանա կորիզաթաղանթը։ Նոր կորիզը պարունակում է տետրապլոիդ քանակի քրոմատիդներ և տետրապլոիդ քանակի ԴՆԹ, այսինքն կստացվի տետրապլոիդ բջիջ, որը G1 փուլից կանցնի S փուլի, և եթե այլևս չազդեն կողխիցինով, այն նորից կբաժանվի միտոզով, սկիզբ տալով տետրապլոիդ քանակի քրոմոսոմներով բջջային սերունդների։ Արհեստական եղանակով կարելի է ստանալ տարբեր պլոիդություն ունեցող բջջային սերունդներ։ Սելեկցիայում և բուսաբուծության պրակտիկայում այս եղանակով հաճախ ստանում են պոլիպլոիդ բույսեր։
Պարզվել է, որ դիպլոիդ օրգանիզմների օրգաններում և հյուսվածքներում հաճախ հանդիպում են խոշոր կորիզներով բջիջներ, որոնցում ԴՆԹ-ի քանակը դիպլոիդի բազմապատիկն է։ Այդպիսի բջիջները սոմատիկ պոլիպլոիդացման արդյունք են, իսկ երևույթը կոչվում է էնդոռեպրոդուկցիա, մեծ քանակով ԴՆԹ պարունակող բջիջների առաջացում։ Այն տեղի է ունենում միտոզի առանձին փուլերի անավարտության կամ բացակայության պատճառով։ Միտոզի սկզբնափուլում, երբ G2-ն անցնում է պրոֆազի, այս գործընթացի բնական արգելակումը հանգեցնում է բջիջների անցմանը կրկնապատկման հաջորդ ցիկլին։ Արդյունքում ԴՆԹ-ի քանակը կորիզում առաջընթաց ձևով ավելանում է։ Ընդ որում, կորիզի կառուցվածքում բացի նրանց խոշոր չափերից չեն դիտվում որևիցե ձևաբանական առանձնահատկություններ։ Մեծացած կորիզներում չեն բացահայտվում միտոտիկ տիպի քրոմոսոմներ։ Էնդոռեպրոդուկցիայի նկարագրված տեսակը հաճախ հանդիպում է անողնաշարավորների մոտ, սակայն հայտնաբերվում է նաև ողնաշարավոր կենդանիների և բույսերի հյուսվածքներում։ Անողնաշարավոր կենդանիների միտոզի արգելակման հետևանքով պոլիպլոիդության աստիճանը կարող է հասնել ահռելի չափերի։ Օրինակ, փափկամարմին տրիտոնիայի ահռելի նեյրոններում կորիզը հասնում է 1 մմ-ի։ Կորիզում պարունակվում է 2 անգամ 15 աշճան ԴՆԹ-ի հապլոիդ հավաքածու։ ԴՆԹ-ի կրկնապատկման և հետագա միտոզի բացակայության արդյունքում առաջացած հսկա պոլիպլոիդ բջջի այլ օրինակ է թթենուշերամի մետաքս արտադրող գեղձի բջիջը։ Նրա կորիզն ունի արտասովոր ճյուղավորված ձև ԴՆԹ-ի ահռելի քանակով։ Ասկարիդի կերակրափողի գեղձի հսկա բջիջները կարող են պարունակել մինչև 100,000 քրոմատիդ ԴՆԹ։ Էնդոռեպրոդուկցիայի հատուկ դեպք է պոլիտեյնիան։ Այս դեպքում սինթետիկ փուլում ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում նոր դուստր քրոմոսոմները շարունակում են մնալ ապապարուրված վիճակում։ Նրանք մնում են կողք կողքի, չեն հեռանում և չեն հասնում միտոտի կոնդենսացման։ Այդպիսի բուն ինտերֆազային ձևով քրոմոսոմները նորից անցնում են ռեպլիկացիայի հաջորդ փուլին, նորից կրկնապատկվում են և չեն հեռանում իրարից։ Արդյունքում աստիճանաբար առաջանում է քրոմոսոմի բազմաթելային պոլիտենային կառուցվածք։ Նկարագրված հսկա պոլիտենային քրոմոսոմները երբեք չեն մասնակցում միտոզին, այդիրապես ինտերֆազային քրոմոսոմները մասնակցում են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզին։ Պոլիտենային քրոմոսոմները մի քանի անգամ հաստ են միտոտիկ քրոմոսոմներից, քանի որ բաղկացած են բազմաթիվ քրոմատիդների խրձերից, որոնք չեն հեռացել իրարից։ Օրինակ, դրոզոֆիլի պոլիտենային քրոմոսոմներն իրենց ծավալով 1000 անգամ ավելի մեծ են միտոտիկ քրոմոսոմներից։ Բացի դրանից, նրանք 70-ից 250 անգամ ավելի երկար են, քանի որ ինտերֆազային վիճակում քրոմոսոմներն ավելի քիչ են կոնդենսացված, քան միտոզի ժամանակ։ Երկթև միջատների բջիջների պոլիտեինիզացման ընթացքում տեղի ունենում հոմոլոգ քրոմոսոմների միավորում (կոնյուգացիա)։ Դրոզոֆիլի դիպլոիդ սոմատիկ բջջում առկա են 8 քրոմոսոմներ, իսկ թքագեղձի հսկա բջջում 4-ը։ Երկթև միջատների թրթուրների թքագեղձերի աղու մալպիգյան անոթների ճարպային մարմնի բջիջներում հանդիպում են պոլիտենային քրոմոսոմներով հսկա պոլիպլոիդային կորիզներ։ Բացի նշվածից, պոլիտենային քրոմոսոմները հանդիպում են որոշ սոխերի սիներգիդների կորիզներում, ընձախոտի և ցորենի անտիպոդների կորիզներում։ Պոլիտենային քրոմոսոմները նկարագրված են նաև ինֆուզորիա ստիլոնիխիայի մակրոնուկլեուսում։ Պոլիտենային քրոմոսոմներն աչքի են ընկնում իրենց յուրօրինակ կառուցվածքով։ Նրանց երկայնքով կարելի է տարբերակել սկավառակներ, միջսկավառակային հատվածներ և պուֆեր։ Սկավառակների պատկերը յուրահատուկ է յուրաքանչյուր քրոմոսոմի համար և տարբեր է անգամ կենդանիների ազգակից տեսակների մոտ։ Սկավառակները կոնդենսացած քրոմատինի հատվածներ են։ Երբ բազմաթիվ ինտերֆազային քրոմոսոմները դասավորվում են կողք կողքի, ապա կոնդենսացած քրոմատինի հատվածները գլոբուլային խտացումները քրոմոմերների հայտնվելով կողք կողքի լայնակի սկավառակ են առաջացնում։ Պոլիտենային քրոմոսոմների սկավառակների քրոմոմերային կառուցվածքը հստակ արտահայտվում է այդ քրոմոսոմների արհեստական դեկոնդենսացման գործընթացում։ Քրոմոմերների չափերը կազմում են 0,2-ից 0,3 միկրոմետր։ Վերջինների շառավիղներով սկիզբ են առնում դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդների ֆիբրիլները։ Միջսկավառակային տարածությունները բաղկացած են քրոմատինի ավելի փոքր դեկոնդենսացած հատվածներից, իսկ պուֆերն առաջանում են որոշ սկավառակների հատվածներում նրանց դեկոնդենսացման և փխրեցման հաշվին։ Պուֆերում հայտնաբերվում է ՌՆԹ, որը հենց այստեղ էլ սինթեզվում է։ Հետևաբար, պուֆը տրանսկրիպցիա իրագործող հատված է։ Պոլիտենային քրոմոսոմներում սկավառակների տեղայնացման և հերթականության պատկերը մշտական է և կախված չէ ոչ օրգանի տեսակից, ոչ կենդանու տարիքից։ Սա օրգանիզմի ցանկացած բջջում գենետիկական տեղեկատվության որակական միատիպության լավագույն ապացույցներից է, սակայն պուֆերի դեպքում այդպես չէ։ Պուֆերը քրոմոսոմների ժամանակավոր գոյացություններ են, նրանք առաջանում են օնտոգենեզի որոշակի փուլերում, իսկ հետո անհետանում են։ Օրգանիզմի զարգացման գործընթացում գոյություն ունի քրոմոսոմի տարբեր հատվածներում պուֆերի առաջացման և անհետացման որոշակի հերթականություն, որը տարբեր է տարբեր հյուսվածքներում։ Ապացուցված է, որ պուֆերի առաջացումը գենային ակտիվության արտահայտում է։ Պուֆերում սինթեզվում են ՌՆԹ-ներ, որոնք անհրաժեշտ են սպիտակուցների սինթեզի համար, օրինակ միջատի զարգացման տարբեր փուլերում։
Պարզվել է, որ կարելի է արհեստական եղանակով առաջ բերել պուֆի ակտիվացում։ Դրոզոֆիլի թրթուրի զարգացման որոշակի փուլում էկդիզոն հորմոն առաջ է բերում սպეციფიկ պուֆերի ակտիվացում, ինչը նախորդում է կենդանու մաշկափոխությանը։ Եթե այդ հորմոնը ներմուծել զարգացման որևիցե այլ փուլում, ապա կակտիվանա այդ նույն պուֆը, չնայած օնտոգենեզի տվյալ փուլում բնականon վիճակում այն չի գործում։ Բնական պայմաններում երկթև միջատների ՌՆԹ-ի սինթեզի առումով հատկապես ակտիվ են երկու ամենախոշոր պուֆերը, այսպես կոչված Բալբիանի օղակները։ Գիտնական Բալբիանի նկարագրել է այդ պուֆերը 19-րդ դարի վերջում։ Ներկայումս միկրոմանիպուլյատորի օգնությամբ հաջողվել է անջատել բավարար քանակի օղակներ, նրանց ՌՆԹ-ի տեսակը որոշելու համար։ Պարզվել է, որ հետազոտվող նուկլեինաթթուն ահռելի մոլեկուլային զանգվածով ԻՌՆԹ է, որը կոդավորում է երկթև միջատների թքագեղձերի սեկրետոր սպիտակուցների սինթեզը։ Այդ նույն ՌՆԹ-ն անջատվեց ցիտոպլազմայի պոլիսոմներից։ Երկար ժամանակ անհայտ է պոլիտենային քրոմոսոմների միջսկավառակային հատվածների բնույթը։ Ենթադրվում էր, որ միջսկավառակային հատվածներում ևս կարող են գտնվել դեկոնդենսացած վիճակի գեներ։ Այդ ենթադրությունը հաստատվել է մի շարք փաստերով։ Օրինակ, միջսկավառակային հատվածներում հայտնաբերել են ռիբոնուկլեոպրոտեիդների գրանուլներ և ֆիբրիլներ, որոնք ունեն նույն ձևաբանությունը, ինչ որ մանր պուֆերում։ Իմունոքիմիական մեթոդներով ապացուցվել է, որ այս հատվածները մասնակցում են ՌՆԹ-ի սինթեզին, քանի որ սկավառակների դասավորությունը քրոմոսոմներում պայմանավորված է միայն տեսակային առանձնահատկություններով։ Գենետիկական մեթոդներով հաջողվել է որոշել մի շարք գեների տեղայնացումը և անցկացնել դրանք քրոմոսոմների մորֆոլոգիական քարտեզների վրա։ Պոլիտենիայի կենսաբանական նշանակությունը կայանում է նրանում, որ որոշակի գեների քանակը բազմաթիվ անգամներ ավելանում է և որպես կանոն կտրուկ ուժեղանում է որոշակի սպիտակուցների սինթեզը։ Էնդոռեպրոդուկցիայի տեսակներից է նաև էնդոմիտոզը։ Այս դեպքում քրոմոսոմները կրկնապատկում են, սակայն կորիզակը և կորիզաթաղանթը չեն անհետանում։ Տեղի չի ունենում կորիզի և բջջի բաժանում, ընդ որում քրոմոսոմներն անցնում են պարուրման և ապապարուրման ցիկլերը։ Էնդոմիտոզի սկզբում քրոմոսոմները կոնդենսանում են, պարուրվում են, ինչից հետո քրոմատիդներն առանձնանում են և ձգվում։ Ըստ քրոմոսոմների վիճակի այս փուլերը կարող են համապատասխանել սովորական միտոզի պրոֆազին և մետաֆազին։ Նշված փուլերից հետո քրոմոսոմները նորից դառնում են ոչ տեսանելի, կորիզը ընդունում է սովորական ինտերֆազային կորիզի տեսք, սակայն նրա չափը մեծանում է պլոիդության աճի համապատասխան։ ԴՆԹ-ի հերթական կրկնապատկումից հետո էնդոմիտոզի ցիկլը կրկնվում է, արդյունքում առաջանում են պոլիպլոիդային և հաճախ հսկա չափերի հասնող կորիզներ։ Այս երևույթը բնորոշ է որոշ ջրամլուկներին, ինֆուզորիաներին և մի շարք բույսերի։ Կարտոֆիլի պալարների բջիջներում քրոմոսոմները մշտապես գտնվում են պարուրված վիճակում։ Բուն ինտերֆազի ժամանակահատվածն այստեղ նշանակալի չափով կրճատված է։ Պոլիպլոիդային սոմատիկ բջիջները կարող են առաջանալ բջջային մարմնի բաժանման արգելակման արդյունքում, ինչը մանրամասնորեն ուսումնասիրվել է կաթնասուների բջիջներում։ Այդպիսի բջիջը անցնում է միտոզի։ Մետաֆազի փուլում քրոմոսոմային հավաքածուները միավորվում են, ինչին հետևում է բնականon բաժանումը։ Վերջինի արդյունքում առաջանում են երկու տետրապլոիդ բջիջներ։ Երկկորիզ և միակորիզ բջիջների առաջացումը կարող է հանգեցնել 8, 16 և անգամ 32 քանակի քրոմոսոմներ կորիզների ի հայտ գալուն։ Այս եղանակով պոլիպլոիդային բջիջներ են առաջանում լիարդում միզապարկի էպիթելիում, ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելիում, ենթաստամոքսային գեղձի ացինարային հատվածներում։ Սոմատիկ պոլիպլոիդացումը հիմնականում բնորոշ է մասնագիտացած դիֆերենցված բջիջներին և չի հանդիպում գեներատիվ գործընթացներում, օրինակ էմբրիոգենեզում։ Բացառություն են կազմում բազմաբջիջ կենդանիների թրթուրների և սաղմերի ժամանակավոր օրգանները, որոնք բնորոշ են միայն զարգացման տվյալ փուլին։ Գամետների առաջացման ընթացքում այն չի հայտնաբերվում ցողունային բջիջներում։ Հսկա պոլիպլոիդային բջիջները չեն բաժանվում, պոլիտենային քրոմոսոմների բջիջները ևս չեն բաժանվում և միջատների կերպարանափոխության գործընթացում լիզիսի են ենթարկվում։ Կաթնասուների բազմակորիզ և պոլիպլոիդային բջիջները հանդիպում են գլխավորապես ծերացող օրգանիզմներում։ Համարվում է, որ սոմատիկ պոլիպլոիդացման հիմնական արդյունքը բջիջների չափերի և հետևաբար նրանց արդյունավետության աճն է։ Էնդոռեպրոդուկցիան թույլ է տալիս չընդհատելով գործող ֆունկցիա կատարող վիճակը ավելացնել բջջային զանգվածը, այս եղանակով մեծացնելով մեկ բջջի կատարած աշխատանքը։ Հաճախ պոլիպլոիդացման հաշվին օրգաններն աճում են։ Օրինակ, կարտոֆիլի պալարի աճը տեղի է ունենում բջիջների ծավալի աճի հաշվին, երբ նրանցում էնդոմիտոզից հետո կուտակվում է մեծ քանակով օսլա։ Ասկարիդի օրգանիզմի աճը հիմնականում բացի սեռական բջիջներից տեղի է ունենում տարբեր հյուսվածքների բջիջների պոլիպլոիդացման հաշվին։ Բջջի մահը։ Բազմաբջիջ օրգանիզմներում առանձին բջիջների, նրանց ամբողջ խմբերի կամ միաբջիջ օրգանիզմների մահը մշտական երևույթ է։ Բջջի մահվան պատճառներն, դրա մորֆոլոգիական և կենսաքիմիական գործընթացները կարող են տարբեր լինել։ Այնուամենայնիվ, այդ պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ նեկրոզ, մահացում և ապոպտոզ, հունարենից արմատից, որ նշանակում է տրոհվել կամ ընկնել։ Ապոպտոզը հաճախ անվանում են ծրագրավորված բջջային մահ կամ անգամ բջջային ինքնասպանություն։
Բջջի մահվան նեկրոզ տեսակը պայմանավորված է ներբջջային գոմեոստազի խախտմամբ, վերջինս կապված է բջջային մեմբրանների թափանցելիության խախտման հետ, ինչը հանգեցնում է բջջում իոնների խտության փոփոխությանը։ Նեկրոզը կապված է նաև միտոքոնդրիումների անդառնալի փոփոխությունների հետ, որոնք անմիջապես բերում են բոլոր կենսական գործառույթների դադարեցմանը, ներառյալ մակրոմոլեկուլների սինթեզը։ Նեկրոզի են հանգեցնում պլազմային թաղանթի վնասվածքները, տարբեր թույների ազդեցության, մեմբրանային պոմպերի ակտիվության ճնշումը, ինչպես նաև բջջի էներգիական համակարգի անդառնալի փոփոխությունները թթվածնի անբավարարության կամ միտոքոնդրիումների ֆերմենտների թունավորման պատճառով։ Պլազմային թաղանթի թափանցելիության աճի դեպքում բջիջը հանգում է ջրով և ուռչում է, ցիտոպլազմայում նատրիում և կալցիում իոնների խտությունն աճում է, տեղի ունենում ցիտոպլազմայի թթվեցում, վակուոլային տարրերն ուռչում են և նրանց մեմբրանները պատռվում են, ցիտոպլազմայում դադարում է սպիտակուցների սինթեզը, լիզոսոմների հիդրոլիազներն ազատվում են, ինչի արդյունքում բջջի բաղադրամասերը լուծվում են։ Այս փոփոխությունների հետ մեկտեղ փոփոխվում է նաև բջջի կորիզները, սկզբում նրանք կոմպակտանում են, կորիզի պիկնոզ, հետագայում կորիզն ուռչում է, կորիզաթաղանթը պատռվում է և դրան զուգընթաց քրոմատինը տրոֆում է մանր զանգվածների, կարիորեքսիս, իսկ հետո վրա է հասնում կարիոլիզիսը, կորիզի լուծվելը։ Նեկրոզի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մահանում են բջիջների խոշոր խմբեր, օրինակ սրտամկանի ինֆարկտի դեպքում թթվածնի մատակարարման դադարելու պատճառով մահանում է միոկարդի մի ամբողջ հատված։ Նեկրոզի հատվածը ենթարկվում է լեյկոցիտների գրոհին, զարգանում է բորբոքային ռեակցիա։ Բորբոքման առկայությունը դրա ախտանիշներն են կարմրությունը, բարձր ջերմությունը, այտուցը և ցավը, թույլ է տալիս ախտորոշել նեկրոզը, այն չշփոթելով ապոպտոզի հետ։ Ընդհանուր առմամբ, նեկրոզը կարող է առաջ գալ մակաբույծների, ֆիզիկական և քիմիական վնասվածքների, օրգանական լուծիչների ազդեցությամբ։ Հիպոքսիան, թունավորումը, հիպոտոնիկ շոկը ևս կարող են դառնալ նեկրոզի պատճառներ։ Հասուն օրգանիզմում մշտապես տեղի է ունենում բջիջների մի մասի մահ առանց նրանց ֆիզիկական կամ քիմիական վնասման, ընդ որում բջիջները մահանում են օնտոգենեզի բոլոր փուլերում։ Չվնասված բջիջների մահացման օրինակները բազմաթիվ են սաղմների զարգացման շրջանում։ Ողնաշարավորների միզասեռական համակարգի զարգացման ընթացքում մահանում են մյուլերյան և վոլֆյան խողովակների բջիջները, նեյրոբլաստների և գոնադոցիտների մի մասը։ Բազմաթիվ բջիջներ են մահանում միջատների և երկկենցաղների կերպարանափոխության ընթացքում, շերեփուկի պոչի և տրիտոնի խռիկների կրկնակլանման և այլն։ Հասուն օրգանիզմում ևս մշտապես տեղի է ունենում բջիջների ինքնաբերական սպոնտան մահ։ Նեյտրոֆիլները, մաշկի էպիդերմի բջիջները, բարակ աղու էնտերոցիտները մահանում են միլիոններով։ Օվուլյացիայից հետո մահանում է ձվարանի ֆոլիկուլային բջիջները։ Իսկ կրծքագեղձի բջիջները լակտացիայի շրջանից հետո, առանց անմիջական վնասվելու, հատկապես շատ բջիջներ են մահանում տարբեր պաթոլոգիական գործընթացների արդյունքում, օրինակ կրտումը առաջ է բերում շագանակագեղձի բջիջների մահացում, իսկ հիպոֆիզի հեռացումը մակերիկամների բջիջների, այլ օրինակ է աքսոնի ապաճման դեպքում շպանովյան բջիջների մահը։ Հաշվարկները ցույց են տվել, որ հասուն մարդու օրգանիզմում ապոպտոզի արդյունքում օրական մահանում է միջին հաշվով 50-ից 70 միլիարդ բջիջ, իսկ 8-ից 14 տարեկան երեխաների դեպքում համապատասխան ցուցանիշը կազմում է 20-ից 30 միլիարդ։ Կյանքի 1 տարում մահացող բջիջների գումարային զանգվածը համապատասխանում է մարդու մարմնի զանգվածին, ընդ որում կորցրած բջիջներն օրգանիզմը լրացնում են պրոլիֆերացիայի, բաժանման եղանակով բջիջների քանակի ավելացման հաշվին։ Ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացությանը, որ բջջային մահը կարգավորվում է միջբջջային փոխազդեցություններով։ Բազմաբջիջ օրգանիզմի բազմաթիվ բջիջները կենդանի մնալու համար պետք է ստանան համապատասխան ազդակներ։ Այդպիսի ազդակների կամ տրոֆիկ գործոնների բացակայության դեպքում բջիջներում զարգանում է ինքնասպանության վարքագիծը կամ ծրագրավորված մահը։ Օրինակ, նեյրոնների կուլտուրայի բջիջները մահանում են նեյրոնների աճի գործոնի բացակայության դեպքում, իսկ շագանակագեղձի բջիջները սերմնարանների անդրոգենների։ Կրծքագեղձի բջիջները մահանում են, երբ պրոգեստերոն հորմոնի մակարդակը նվազում է։ Մյուս կողմից, բջիջները կարող են ստանալ ազդակներ, որոնք թիրախ բջիջներում առաջ են բերում ապոպտոզի հանգեցնող գործընթացներ։ Հիդրոկորտիզոնն առաջ է բերում լիմֆոցիտների մահը, գլուտամատը հյուսվածքային կուլտուրայի նյարդային բջիջների կործանումը, ուռուցքի նեկրոզի գործոնը հանգեցնում է ամենատարբեր բջիջների մահվանը։ Վարնաձև գեղձի հորմոն թիրոքսինը առաջ է բերում շերեփուկի պոչի բջիջների ապոպտոզը։ Բացի նշվածից, կան դեպքեր, երբ բջիջների ապոպտոզը զարգանում է արտաքին գործոնների, օրինակ ճառագայթման ազդեցությամբ։ Կենսաքիմիական առումով ապոպտոզը բջիջների մահվան սպეციფիկ տեսակ է, որը բնութագրում են ոչ լիզոսոմային էնդոգեն էնդոնուկլեազների ակտիվացմամբ։ Էնդոնուկլեազները տրոհում են կորիզի ԴՆԹ մանր մասնիկների։ Ձևաբանական առումով ապոպտոզը արտահայտվում է առանձին բջիջների մահով, ինչը ուղեկցվում է ապոպտիկ մարմնիկների առաջացմամբ, որոնք անմիջապես ենթարկվում են ֆագոցիտոզի շրջապատող բջիջների կողմից։
Ապոպտոզը հունարենից թարգմանաբար նշանակում էր առանց, մահացում, կործանում և տերևաթափ։ Հասկացությունը ձևավորվել է պորտալ երակի ոչ լրիվ կապելու արդյունքում, լյարդի բջիջների մի մասի մահվան ուսումնասիրության արդյունքում։ Այդ հետազոտության ընթացքում դիտվում է լյարդի պարենքիմի առանձին բջիջների մահը։ Գործընթացը սկսվում էր հարակից բջիջների կապի խզումից։ Բջիջները կարծես կնճռոտվում էին, կորիզներում տեղի էր ունենում քրոմատինի կոնդենսացում, որից հետո կորիզը մասնատվում էր առանձին մասերի։ Սրան հետևում էր բջջի մասնատումը պլազմային թաղանթով սահմանազատված առանձին մարմինների, որոնք կոչվում են ապոպտիկ մարմիններ։ Ապոպտոզը հանգեցնում է ոչ թե լիզիսի, այսինքն բջջի լուծվելուն, այլ նրա մասնատմանը։ Ապոպտիկ մարմինները հետագայում ենթարկվում են մակրոֆագերի կամ անգամ նորմալ հարևան բջիջների կողմից իրագործվող ֆագոցիտոզի, ընդ որում բորբոքային ռեակցիա այս դեպքում չի զարգանում։ Ուշագրավ է, որ ապոպտոզի բոլոր դեպքերում տեղի ունենա դա սաղմնային զարգացման որևէ փուլում հասուն օրգանիզմում, բնականon թե պաթոլոգիական վիճակում, բջիջների կործանման ձևաբանությունը նույնն է։ Սա խոսում է տարբեր օրգանիզմներում և տարբեր օրգաններում ապոպտոզի գործընթացների ընդհանրական բնույթի մասին։ Տարբեր օբյեկտների հետազոտությունները ցույց են տվել, որ ապոպտոզը բջջի գենետիկորեն ծրագրավորված մահվան իրականացման արդյունք է։ Բջջի մահվան գենետիկական ծրագրի առկայության առաջին ապացույցները ստացվել են նեմատոդի զարգացման ուսումնասիրության ժամանակ։ Այդ որդը զարգանում է ընդամենը 3 օրում և նրա փոքր չափերը թույլ են տալիս հետևել բոլոր բջիջների ճակատագրին, սկսած տրոհման վաղ փուլերից մինչև սեռահասուն օրգանիզմը։ Պարզվել է, որ նեմատոդի զարգացման արդյունքում առաջանում է ընդամենը 1090 բջիջ, որոնցից նյարդային բջիջների մի մասը թվով 131 բջիջ ինքնաբերական ձևով մահանում է ապոպտոզի միջոցով և օրգանիզմում մնում է 959 բջիջ։ Նշված 131 բջջի ապոպտոզը առաջ է գալիս CD3 և CD4 գեների ակտիվության արդյունքում։ Հայտնաբերվել են որդի մուտանտ ձևեր, որոնցից 131 բջջի էլիմինացիան, մահացման գործընթացը խախտված է նշված գեների փոփոխման կամ բացակայության պատճառով։ Այս դեպքում ապոպտոզը տեղի չի ունենում և որդի հասուն օրգանիզմը բաղկացած է 1090 բջջից։ Հայտնաբերվել է ևս մեկ գեն CD9, որի սպիտակուցային արտադրանքը պաշտպանում է բջիջները, խոչընդոտում է ապոպտոզին, կանխարգելելով 3-րդ և 4-րդ գեների ակտիվությունը։ 9-րդ գենի մուտացիայի դեպքում բոլոր 1090 բջիջները մահանում են։ Նմանատիպ գեն է հայտնաբերվել մարդու մոտ BCL2 գենը, տարբեր բջիջների ապոպտոզի սուպրեսոր է, գեն, որը ճնշում է այլ գեների էքսպրեսիան, ակտիվությունը։ Պարզվել է, որ CD9 և BCL2 գեների կողմից կոդավորվող երկու սպիտակուցներն տեղայնացած են միտոքոնդրիումների կորիզների և էնդոպլազմային ռետիկուլումի արտաքին թաղանթներում։ Նեմատոդի և ողնաշավոր կենդանիների ապոպտոզի զարգացման համակարգը շատ նման է և բաղկացած է 3 օղակներից՝ ռեգուլյատոր կարգավորիչ սպիտակուցից, ադապտեր սպիտակուցային մոլեկուլ, որը կապվելով ռեցեպտորի ներքին հատվածի հետ փոխազդում է էֆեկտորի հետ, և էֆեկտոր սպիտակուցային մոլեկուլ է, որը ընտրողաբար կապվում է այս կամ այն սպիտակուցի հետ և կարգավորվում է, նվազեցնում կամ ավելացնում նրա ակտիվությունը։ Էֆեկտորային մոլեկուլը կարգավորում է նաև ազդակի ներբջջային կամ միջբջջային փոխանցման գործընթացը։ Նեմատոդի ռեգուլյատորը CD9, որն արգելակում է ադապտերային սպիտակուց CD4-ը, որն իր հերթին չի ակտիվացնում էֆեկտորային սպիտակուց CD3-ը, վերջինս պրոտեազ է, որն ազդում է ցիտոկամախքի և կորիզի սպիտակուցների վրա։ Ողնաշարավորների բջջի ծրագրային մահը ավելի բարդ է։ Այստեղ ռեգուլյատորի դերում է սպիտակոց BCL2-ը, որը արգելակում է ադապտերային սպիտակոց APHF1-ը, վերջինս խթանում է մի խումբ հատուկ պրոտեինազներ կասպազների ակտիվացումը։ Կասպազները ցիստինային պրոտեազներ են, որոնք դասակարգվում են երկու խմբի՝ ինիցիացնող և էֆեկտորային։ Բոլոր կասպազներն ի սկզբանե սինթեզվում են ոչ ակտիվ վիճակով։ Ինիցիացնող կասպազներն ակտիվացնում են էֆեկտորային կասպազների լատենտ ձևերն ըստ բջջում առաջ եկած անհրաժեշտության։ Ակտիվացած կասպազների գործելու համար սուբստրատ են հանդիսանում ավելի քան 60 տարբեր սպիտակուցներ։ Օրինակ, կասպազների ազդեցությամբ քանդվում են լամինները, ապա ակտիվանում են ցիտոկամախքի սպիտակուցները, ինչը հանգեցնում է բջջի ձևի փոփոխմանը, նրա մակերեսին բշտերի առաջացմանը և ապոպտիկ մարմինների սկզբնավորմանը։ Ակտիվացվող պրոտեազ քադը մասնատում է ԴՆԹ-ն օլիգոնուկլեոտիդային հատվածների։ Պայմանականորեն ապոպտոզը բաժանվում է 3 փուլի՝ ազդանշանային, էֆեկտորային և ապա կազմավորման կամ դեգրադացիոն։ Ապոպտոզն ինիցիացվում է արտաքին արտաբջջային կամ ներբջջային գործոններով։ Ապոպտոզի պատճառ կարող են հանդիսանալ հիպոքսիան, հիպերօքսիան, ֆիզիկական կամ քիմիական գործոնները, բջջային ցիկլի ազդակների խախտումները, աճի գործոնների բացակայությունը։ Չնայած ինիցիացիայի գործոնները շատ տարբեր են, կարելի է նշել
ապոպտոզի ազդակի հաղորդման երկու հիմնական ուղի։ Առաջինը ռեցեպտորային կախվածությամբ ազդակային ուղին է, որի մասնակցում է բջջի մահվան ռեցեպտորները։ Երկրորդը միտոկոնդրիումային ուղին է։ Ռեցեպտորային կախվածությամբ ապոպտոզը հաճախ օրինակ ատանսունների մոտ սկսվում է բջջի մեմբրանի մակերեսին տեղայնացած մահվան ընկալիչների ռեցեպտորների հետ սպეციფიկ արտաբջջային լիգանդների փոխազդեցությունից։ Ընկալիչ կախյալ ուղու էությունը կայանում է նրանում, որ ազդակն ընկալվում է ռեցեպտորի կողմից և հերթականորեն փոխանցվում է միջնորդ մոլեկուլներին, առաջ բերելով բջջի կենսաքիմիական և ձևաբանական փոփոխություններ, որոնք ի վերջո հանգեցնում են բջջի մահվանը։ Ողնաշարավորների ապոպտոզի շատ ձևեր իրագործվում են միտոկոնդրիումային ուղիով, որն իրականանում է միտոկոնդրիումների միջթաղանթային տարածությունից ապոպտոգեն սպիտակուցների ներթափանցմամբ բջջի ցիտոպլազմա։ Ենթադրաբար դա տեղի ունենում կամ միտոկոնդրիումի թաղանթի պատռման եղանակով, կամ էլ նրա արտաքին թաղանթում բարձր թափանցելիությամբ օժտված անցուղիների բացմամբ։ Միտոկոնդրիումային ուղիով ապոպտոզային պատասխանի օրինակներից է բջջի ռեակցիան անհրաժեշտ տրոֆիկական գործոնից, օրինակ նյարդերի աճի գործոնից կամ անդրոգենից ստացվող ազդակի բացակայությունը։ Բջիջների ցիտոպլազմայում տրոֆիկական գործոնների առկայության դեպքում ոչ ակտիվ վիճակում գտնվող ֆոսֆորիլացված սպիտակուց բադը տրոֆիկական գործոնի բացակայության պարագայում դեֆոսֆորիլանում է և կապվում է միտոկոնդրիումի արտաքին թաղանթի BCL2 սպիտակուցի հետ, սրանով իսկ խախտելով նրա հակաապոպտոզային հատկությունները։ BCL2-ը փոխազդում է մեմբրանային նախաապոպտիկ սպիտակուց բաքսի հետ, ակտիվացնելով նրան և ճանապարհ բացելով միտոկոնդրիումի մեջ մտնող իոնների համար։ Սրան համընթաց միտոկոնդրիումի մեմբրանում առաջացած ծակոտիներով ցիտոպլազմայի դուրս գալիս ցիտոքրոմ C-ն ոչ մեծ գեն պարունակող սպիտակուց, որը կապված է միտոկոնդրիումի ներքին մեմբրանի հետ, շնչառական շղթայի անհրաժեշտ բաղադրիչ է, նաև ապոպտոզն ակտիվացնող գործոն։ Այն կապվում է ադապտերային սպիտակուց APAF1-ի հետ, որն իր հերթին ակտիվացնում է նախակասպազ 9-ը։ Ակտիվացած կասպազ 9-ը խթանում է մի շարք այլ նախակասպազների, որոնք լինելով պրոտեինազներ, սկսում են մարսել ցիտոպլազմայի սպիտակուցները, ինչն առաջ է բերում բջջի ապոպտիկ մահը, նրա տրոհումը, մասնատումը ապոպտիկ մարմնիկների։ Քայքայված բջջի պլազմային թաղանթով շրջափակված ապոպտիկ մարմնիկները գրավում են մակրոֆագերին, որոնք մարսում են նրանց իրենց լիզոսոմների օգնությամբ, ընդ որում մակրոֆագերը չեն արձագանքում հարևան նորմալ բջիջներին, բայց ճանաչում են ապոպտիկ բջիջներին։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ապոպտոզի դեպքում պլազմային թաղանթի մակերեսին հայտնվում է ֆոսֆատիդիլսերինը, բացասական լիցքավորված ֆոսֆոլիպիդ, որը բնականon վիճակում տեղայնացած է երկլիպիդային պլազմային թաղանթի դեպի ցիտոպլազման ուղղված կողմում։ Այսպիսով, ընտրողական ֆագոցիտոզի եղանակով հյուսվածքները մաքրվում են մահացած ապոպտոզային բջիջներից։ Ինչպես նշվել է, ապոպտոզը կարող է առաջ գալ արտաքին գործոնների, օրինակ ճառագայթման, տոքսիկ նյութերի, բջջային մետաբոլիզմի արգելակիչների ազդեցությամբ։ ԴՆԹ-ի անդառնալի վնասվածքներն առաջ են բերում ապոպտոզի երևույթը։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ կուտակվող տրանսկրիպցիոն գործոն սպիտակուց P53-ը ակտիվացնում է սպիտակուց P21-ը, որն իր հերթին արգելակում է ցիկլինային կախվածությամբ կինազը, կանգնեցնելով բջջային ցիկլը G1 կամ G2 փուլում։ Մյուս կողմից, սպիտակուց P53-ը առաջ է բերում BAX գենի էքսպրեսիան, որի պրոդուկտը հարուցում է ապոպտոզ։ Միտոկոնդրիումների ընտրողական վնասվածքները, որոնց ժամանակ ցիտոպլազմա է անցնում ցիտոքրոմ C-ն, ևս ապոպտոզի զարգացման հաճախակի պատճառներից են։ Տոքսինները, օրինակ ռիցինը, դիֆտերիայի տոքսինը, ինչպես նաև հակամետաբոլիտն ևս կարող են առաջ բերել բջիջների ապոպտիկ մահը։ Երբ էնդոպլազմային ցանցում սպիտակուցի սինթեզը խախտվում է, այնտեղ տեղայնացած նախակասպազ 12-ը ակտիվացնելով մի շարք այլ կասպազների մասնակցում է ապոպտոզի զարգացմանը։ Այսպիսով, որպեսզի բազմաբջիջ օրգանիզմի բջիջները գոյություն ունենան, անհրաժեշտ է նրանց կենսունակության պահպանման ազդակներ, տրոֆիկական գործոններ և ազդակային մոլեկուլներ։ Այդ ազդակները հաղորդվում են տարածության վրա և ընկալվում են թիրախ բջիջների համապատասխան ռեցեպտորային մոլեկուլների կողմից։ Պարագրինային կապի դեպքում ազդակը անմիջականորեն փոխանցվում է հարևան բջջի վրա, օրինակ է նեյրոմեդիատորի ազդեցությունը։ Նմանատիպ տրոֆիկական գործոնների բացակայության դեպքում իրականանում է ապոպտոզի ծրագիրը։ Մյուս կողմից, ապոպտոզը կարող է հարուցվել ազդակային մոլեկուլներով, օրինակ է թիրոքսինի ազդեցությամբ շերեփուկի պոչի ռեզորբցիան, կրկնակլանումը, մի շարք տոքսիկ միացություններ, որոնք ազդում են բջջի նյութափոխանակության առանձին օղակների վրա, ևս կարող են դառնալ ապոպտոզի ուղիով իրականացվող բջջային մահվան պատճառ։ Բույսերի ապոպտոզի գործընթացում բջիջների մահվան մորֆոլոգիան նման է կենդանիների բջիջների փոփոխությունների, քրոմատինի կոնդենսացում և կորիզի մասնատում, ԴՆԹ-ի դեգրեդացում, պրոտոպլաստի սեղմում, նրա տրոհումը վեզիկուլների, պլազմոդեսմաների պատրվածքներ և այլն։ Սակայն բուսական բջիջներում պրոտոպլաստի վեզիկուլները քայքայվում են հենց վեզիկուլների հիդրոլազների կողմից, քանի որ բույսերը չունեն ֆագոցիտների տիպի բջիջներ։
Բուսական օրգանիզմում ապոպտոզի օրինակ է տերևաթափի ժամանակ տերևակոթունի որոշակի հատվածի բջիջների ընտրողական մահը։ Ապոպտոզի կամ բջջի ծրագրավորված մահվան կենսաբանական նշանակությունը շատ մեծ է և կայանում է զարգացման տվյալ փուլում այլևս անպետք կամ իրենց գործն արդեն կատարած, ինչպես նաև փոփոխված կամ պաթոլոգիական բջիջների հեռացման մեջ։ Գիտնականներին հատկապես հետաքրքրում են բջջի ծրագրավորված մահվան մասին գիտելիքների կիրառության հնարավորությունները օնկոլոգիական, աուտոիմունային և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման նպատակով։